Stranger Cast աշխատարանի շրջանակում շարունակում ենք մեր քննարկումները եւ այսօր ուրախ ենք հյուրընկալել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Պարոն Ավինյան, թե մասնակիցների, թե նաեւ հիմնադրամի անունից շնորհակալություն ենք հայտնում, որ կարևորում եք երիտասարդների երկխոսությունը եւ ներկայեք մեր մի քիչ տարօրինակ ձևաչափին որպես հյուր։ Մենք ակնկալում ենք, որ մոտավորապես երկու թեմայի շրջանակում ընթանա մեր քննարկումը։ Իհարկե, հիմնական մեխը, թիրախը դա Երևան քաղաքն է եւ Երևան քաղաքին առնչվող երևի թե բոլոր հիմնական հարցերը։ Նաեւ մենք կակնկալենք որոշակի ներքաղաքական, իրավիճակի հետ կապված խոսակցություն։ Վստահ եմ նաեւ շատերին այդ թեման կհետաքրքրի։ Մեր ձևաչափի մասին, որ նաեւ դիտողներն հիմա պատկերացնեն հետագայում, սա ուղղակի ոդքասթ է մասնակցային, որտեղ մենք սովորական այդ ձևաչափով խոսում ենք, նաև հնարավորություն ենք տալիս մասնակիցներին հարցերի եւ նաև այլ ձևաչափերով մասնակցել, ձևավորել, նպաստել արտադրման այս product-ի։ Հիմա որպես անոտացիա, սկզբնական խոսք խնդրեմ, որ դուք ինչ-որ նախաբանով հանդես գաք ու արդեն շարժվենք առաջ։ Շնորհակալ եմ, նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինձ համար իրապես կարևոր է ներգրաված լինել այնպիսի միջավայրերում, որտեղ կան երիտասարդներ եւ հնչում են նրանց կարծիքը եւ իրապես սա ինձ համար է լավ հնարավորություն լսելու այն հարցերը, որոնք որ հետաքրքրում են մեր երիտասարդներին։ Ընդհանուր որպես նախաբան երևի թե կասեմ, որ թեմատիկ շատ հետաքրքիր միջավայր է, Stranger Things-ի շրջանակը, ես ուզում եմ ասել, որ բոլոր սեզոնները նայել եմ եւ իրականում վերջին շրջանի լավագույն հեռուստատեսային պրոդուկտներից մեկն է իմ կարծիքով, որը որ խորհուրդ եմ տալի նայել բոլոր նրանց, ովքեր որ դեռ չեն նայել։ Իսկ ինչ վերաբերում է Երևան քաղաքին, Երևան քաղաքը ընդհանուր առմամբ գիպեր կենտրոնացած բոլոր առումներով քաղաք է, մշակութային, կրթական, տրանսպորտային եւ ենթադրում եմ բոլորը, ովքեր որ ապրում են Երևանում, գիտեն եւ ամենօրյա իրենց կյանքով առնչվում են բոլոր այն դժվարությունների հետ, որոնք որ քաղաքը ունի եւ շարունակաբար կարելի ասել զարգացնում է, բայց նաեւ կան լուծումներ, որոնց մասին հուսով եմ այսօր հնարավորություն կունենամ խոսալու, որոնք որ դեռևս շատ տենց հասանելի չեն մարդկանց, հասանելի ինֆորմացիայի տեսանկյունից, բայց այդ լուծումները արդեն կան եւ այդ լուծումները հիմնականում գտնվում են թվային դաշտում եւ մենք ունենք բազմաթիվ ծրագրեր եւ իրականացրած արդեն իսկ թվային լուծումներ, որոնք որ շատ շուտով այնց ենթադրվում է, որ մասսայական օգտագործման կանցնեն ու առաջին հերթին իհարկե երիտասարդների կողմից եւ որպես նախաբան երևի թե մի քանի կարևոր նմանատիպ լուծումների մասին եմ ուզում խոսել։ Առաջինը իհարկե մեր GIS հարթակն է եւ մենք Երևան քաղաքը օգտվում են նույն ArcGIS համակարգից, որից օգտվում են բոլոր առաջադեմ մայրաքաղաքները, Նյու Յորքը, Փարիզը, Լոնդոնը եւ ArcGIS համակարգը մեզ հնարավորություն է տալիս թվային մեթոդով, թվային քարտեզների վրա տարատեսակ տեղեկատվություն ունենալ եւ այդ տեղեկատվությունը նաեւ շատ դինամիկ կերպով թարմացնել։ Երկրորդը իհարկե մեր ակտիվ քաղաքացի հարթակն է, որով որ մենք փորձում ենք մաքսիմալ մասնակցայնություն ապահովել մարդկանց կողմից քաղաքի խնդիրների արձանագրման տեսանկյունից եւ հիմա նոր փոքրիկ հարթակ ենք ստեղծել կամավորության հարթակը, նույն մեր Active Citizen app-ում, որը որ հնարավորություն է տալու երիտասարդներին կամավորության տարբեր ծրագրերի ներգրավել եւ ստանալ միավորներ, որոնք որ հետագայում կկարողանան օգտագործել տարբեր կերպ եւ արդեն մնացյալի մասին երևի թե ընթացս կպատմեմ։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, մերսի։ Խնդիրները իհարկե շատ են, այդ Երևանի խնդիրների մասին երբ որ խոսենք, կարա մեր ոդքասթը նաև ինքը եթերաշրջան լինի, բայց
ամեն դեպքում ինձ բուն հետաքրքրում է մի հատ տարբերակիչ հենց գործոն կա էլի Երևանի ու մնացած համայնքների մեջ, բացի իր չափը բան, ծավալները եւ այլն, դա մասնակցայնությունն է քաղաքի քաղաքացիների կողմից։ Օրինակ հիմնադրամը ներկայացված է տարբեր մարզերում, օրինակ շատ հեշտ է հիմնականում թիմերի հետ համագործակցությունը, այնտեղ քաղաքացիների իրավունք ունեն գնան թիմերին մասնակցեն, բավականին հեշտ եղանակով կարողանում են առաջարկություններ տանել, այսինքն իրենց առումով ավելի responsive են այդ համայնքները, բայց Երևանի պարագայում ինքը ոնց որ կառավարության vibe ունի, էլի, այսինքն Երևանում տենց մենք էլ ենք այդ փորձը ունեցել, տարբեր ձևեր այդ շենքի հետ առնչվենք, ինքը շատ բարդ է, ինչով է այս պայմանավորված, որ մենակ այդ մասնակցային մեխանիզմը ակտիվ քաղաքացին է, որը հա ինչ-որ խնդիր տեսնում է, պոստում է, գալի լուծում են, այդ լավ է, բայց էական թիմի տեսանկյունից, որ ժողովրդավարության դες բազիսային բաղադրիչներից է, ոնց որ Երևանում չլինի, էլի։ Ինչ է կարծում, ինչով է այդ պայմանավորված ու վաղուց ժամանակը չի, որ Երևանն էլ մի քիչ թիմի տեսք ունենա, էլի։ Ես զուտ ավելացնեմ, որ նաև արդյոք մտածում ենք նոր մասնակցային մեխանիզմներ ավելացնել։ Առնվազն օրինակ ավականու նիստերի մասնակցության հարցը միշտ քննարկվում է, բայց մենք ոնց հասկանում ենք, առնվազն ընդդիմադիր խմբակցությունների կարծիքով հիմնական խոչընդոտը դուք եք, այսինքն քաղաքացիական պայմանագիր խմբակցություն է, որ օրինակ ընդդիմադիր խմբակցությունը փորձում են ապահովել ավականու նիստի մասնակցություն, բայց ինչ որ մերժումներ կան։ Այս զուտ իրենց տեսանկյունն եմ ներկայացնում։ Տեսեք, իրականում վերջին խնդիրը, որը բարձրաձայնվում է, այդ խնդիրը միշտ է եղել, անկախ նրանից դա մեր իշխանության օրոք է եղել, թե նախկինում, եւ խնդիրը հիմնականում պայմանավորված է, որ ֆիզիկապես այն պայմաններում, որտեղ որ հավաքանուն աշխատում է, այդտեղ տենց հնարավորությունը մասնակցայնության, մեծ քանակի մասնակցայնության մեծ չի, բայց մենք հավաքանուն նիստերին իրականում միշտ տարբեր դեպքերում ունենում ենք հրավիրյալներ, եւ այդ հրավիրյալները, եթե առաջարկվում են քաղաքապետարանին, ես օրինակ տենց դեպք չեմ հիշում, որ մենք մերժած լինենք։ Ամենայն դեպս իմ քաղաքապետության օրոք ես չեմ հիշում նման դեպք։ Կարող է ինչ որ յուրահատուկ, այսպես ասած, դեմարշային ակցիաներ են առաջարկվել, երբ որ առաջարկվել է 400 հոգի մարդ բերել 60 հոգանոց դահլիճ, բայց որ ասեմ, տենց հրավիրյալներ ենք, ցանկացողներ ենք ունեցել, որոնք որ ուզեցել են մասնակցել եւ մենք մերժել ենք, ես այդպիսի դեպքեր չեմ հիշում։ Այսինքն մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ հրավիրյալներ ունեցել ենք ավականու նիստերին։ Ինչ վերաբերում է Երևան քաղաքի թիմի տեսք ունենալուն, Երևան քաղաքը իրականում մենք պետք է հասկանանք իր մասշտաբը։ Մոտավորապես 1.2 միլիոն մարդ է ապրում Երևան քաղաքում եւ մասնակցայնության համար իրականում մենք ունենք նաև վարչական շրջաններ։ Այսինքն միշտ չի որ պարտադիր է հենց քաղաքապետարանի շենքի հետ առնչվել, որպեսզի այդ մասնակցայնությունը ապահովի։ Մենք ունենք 12 վարչական շրջաններ, որտեղ որ քաղաքապետի ներկայացուցիչներն են վարչական շրջանների ղեկավարները։ Ինչ վերաբերում է կոնկրետ մասնակցայնության գործիքներին, ես կարծում եմ Երևան քաղաքը ամենամասնակցային գործիքներն է, որ արտադրել է վերջին շրջանում, որպեսզի հասկանանք էլի քանակը, մեր ակտիվ քաղաքացի հարթակում մենք ունենք 16000 ակտիվ քաղաքացի, ովքեր որ շաբաթական ռեժիմով ինչ որ խնդիր բարձրաձայնում են։ Այլ հարց է, որ խնդիրը լուծվում է կամ չի լուծվում, բայց ընդհանուր առմամբ, այսինքն այդ խնդիրը նվազագույնը process-ի մեջ է մտնում եւ մենք ունենք հնարավորություն տեսնելու, որ վարչություններն են լավ աշխատել, որ վարչական շրջաններն են լավ աշխատել, որտեղ ունենք խնդիր։ Այսինքն մասնակցայնության մեխանիզմները մենք պետք է հասկանանք, ես հասկանում եմ միգուցե հիմնադրամի տեսանկյունից ինչ որ բարդությունների հանգել եք, բայց օրինակ նույն երիտասարդության հետ կապված մենք ունենք երիտասարդական խորհուրդ, որտեղ վերջերս կրկին նոր հավաքագրում են կարել, ունենք մոտավորապես 50 նոր տեխնացու, ովքեր որ դիմել են։ Օրինակ քուանշ ասողները դիմել են արդյոք այդ process-ին, այսինքն մարդիկ ովքեր որ ուզեցել են մասնակցայնություն ունենալ, այսինքն եթե մարդ ուզում է ինչ որ process-ի մասնակից լինի, ինձ հետաքրքիր է օրինակ այդ մարդիկ դիմել են երիտասարդական խորհրդում ներգրավվելու համար, թե ոչ։
եք բարձրացնում։ Այսինքն նոր այդ համակարգը բացվել է, իսկ միջև է գտած այդ երիտասարդական խորհրդի անդամ ինչ-որ մեկի մոտ, բայց ինչ-որ մի հարթակ չկար, որտեղ որ մենք կարող մտնենք, ու տեսենք, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր որ մտնում են այդ կազմի մեջ։ Դուք նոր եք այդ պրոյեկտում։ Իրականում շատ լավ, ես ընդունեցի քննադատությունը, այնուամենայնիվ ենթադրում եմ այդ ինֆորմացիան եւ ինֆորմացիայի, այսպես ասած, աղբյուրը կա Երևան AM կայքում վստահաբար, կարող է ինքը զուտ հասանելիության տեսանկյունից եւ մատուցման ձևի տեսանկյունից ինքը որոշում է քաղաքապետի, կարող է մի քիչ տենց user friendly չի եւ դրա վրա անպայման կաշխատենք, անպայման երիտասարդական նաեւ խորհրդի, որոնց որ հիմա ներգրավում ունենք մոտավորապես 50 նոր տեխնացու, մենք ունենալու ենք բավականին մեծ խորհուրդ, բոլորի մասին ինֆորմացիան կհրապարակենք մեր կայքում, անպայման։ Ես զուտ մեկ կարճ դիտարկում ունեմ։ Ես եթե չեմ սխալվում, վերջերս մեծ աղմուկ էր հանել, որ ավականունիստերի դահլիճը բարեկարգվել էր, հա, եթե այդպես ձևակերպենք։ Դուք նշեցիք, որ շենքային պայմանները թույլ չի տալիս, որ քաղաքացիները մասնակցեն։ Իսկ եթե դա առաջնահերթ է քաղաքապետարանի համար, որ բնակիչները մասնակցեն, արդյոք չէին կարա այդ բարեկարգման ծրագրում նաև ներառել այնպիսի սխեմա, որ գոնե օրինակ ամեն ավականունիստի օրինակ 100 բնակիչ կարողանար մասնակցել, թե չկա այդ բանը։ Իրականում մեր ավականունիստերը, որոնք որ այո, կարծում եմ կարող ենք եւ կարծում եմ եթե մենք ունենք նմանատիպ խնդիր, որը այստեղ բարձրաձայնվում է, ենթադրում եմ, ուրեմն կա այդ տեսակ խնդիր, որովհետև համենայն դեպս մեր տպավորությունը մասնակցայնության ապահովման տեսանկյունից այդ խնդիրը չի արձանագրել, որովհետև մենք ունենք տարբեր ֆորմատներ մասնակցայնության ապահովման, լինի դա բյուջեի քննարկումների ժամանակ, լինի դա տարբեր խորհուրդների միջոցով, լինի դա քաղաքացիների ընդունելության միջոցով, լինի դա ակտիվ քաղաքացի ֆորմատի միջոցով եւ յուրաքանչյուր գործիք մասնակցայնության պետք է հասկանալ ըստ արդյունավետության։ Եթե մենք կարծում ենք, որ օրինակ հենց ավականունիստերին պարտադիր մասնակցության հնարավորությունը պետք է ապահովի, միգուցե դա արդյունավետ է, բայց միգուցե դա արդյունավետ չի, որովհետեւ ամենայն հարգանքով կներեք դուք տեսել եք մեր ավականունիստները ինչպես են անցնում եւ արդյոք դա կոնստրուկտիվ միջավայր է, որտեղ որ իրապես խորքային քննարկումներ են տեղի ունենում, թե ոչ։ Այսինքն այդտեղ մենք երևի մի հատ մեր տնային աշխատանք ունենք անելու, որտեղ որ մենք մի հատ մեր ընդհանուր ավականու ինստիտուտը կկարողանանք այնպիսի ռելսերի վրա դնել, որտեղ որ բովանդակային քննարկումներ կունենանք, նոր երևի հետո կունենանք հնարավորություն մարդ հրավիրելու, որովհետև մարդկանց հրավիրենք, մարդիկ տենան թե իրար վրա ավականիները տարատեսակ ոնց են գոռում ու անպատվում հենա լայվով կնայեն նույնը, էլի, այսինքն այդտեղ պետքա արդյունավետությունը հասկանանք։ Եթե մենք կարողանանք ձևավորել եւ մենք ես վստահ եմ կկարողանանք օրերից մի օր ձևավորել այնպիսի քաղաքական մշակույթ, որտեղ որ ավականունիստերին առհասարակ նմանատիպ դահլիճներում տեղի ունենան բովանդակային քննարկումներ, այդ տեսակ մասնակցայնությունը արդեն իմաստ կունենա։ Ես օրինակ այդ տեսել եմ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում, որտեղ որ իրապես բովանդակային քննարկումներ էին տեղի ունենում եւ մարդիկ ուղղակի սովորական մարդիկ մասնակցում էին այդ գործընթացին, ունեին հարցեր, հարցերը տրվում էին, հարցերին պատասխաններ էին տրվում։ Բայց այսօրվա մեր ավականու, հենց բուն ավականու ֆորմատն եմ ասում, ուրիշ մնացած ֆորմատներում մենք էլի տարբեր հնարավորություններ ունենք, էլի մասնակցայնություն ապահովում։ Ավականու ֆորմատը ուղղակի այդ հնարավորությունը մեզ չի տալիս։ Ուղղակի ես այսպես էի մտածում, որ գուցե բնակիչների մասնակցությունը ու ներկա գտնվելը այդ իրավիճակը մի փոքր կմեղմի եւ մեր սիրելի ավականիները օրինակ խոսքից չեն ասնի բռունցքներին եւ այլն ու նաեւ ես հիշում եմ օրինակ տրանսպորտի թանկացման ժամանակ շատ քաղաքացիներ օրինակ այդ թվում գուցե այստեղ նստած այդ թվում ես կցանկանայի ավականունիստին
խոսքի իրավունք ունենալ ու հարցադրում անել, ինչու համար եմ սա ասում, հիմնավոր եմ էլի, որպես ոչ թե տեսականորեն մասնակցության եղանակ եմ համարում, այլ կոնկրետ կոնտեքստից ելնելով։ Դուք ձեր ընդդիմադիրներին շատ հեշտ եք թիրախանում, որովհետև իրենք նախկին են, իրենք թալանչի են, իրենց ժամանակ գազելներ են եղել եւ այլն, բայց կարծում եմ եթե բնակիչները այդտեղ ներկա լինեին եւ ավելի կոնկրետ հարցադրումներ անեին քաղաքապետին, գուցե քաղաքապետը ոնց որ թանկացման մտքից հետ կանգներ։ Եկեք փորձենք։ Եկեք հենց այս ֆորմատում այդ փոքրիկ մինի դեբատը փորձենք վարել եւ արդյոք տեսնենք իմ արգումենտները բավարար կլինեն թե ոչ։ Այսինքն դեբատի թեման լինի մասնակցայնությունը ավականու նիստերին։ Բանավեճի դասական կանոններից ելնելով ոնց որ փաստար գնանք։ Ես առաջին փաստարկը ներկայացրեցի, խնդրում եմ դուք ներկայացնեք։ Անկեղծ ասած դա փաստարկ չէր, դա ընդհանրապես հարցադրում էր, արդյոք Չէ, ես ասեցի գնային փոփոխությունը անհրաժեշտություն էր թե ոչ, շատ լավ։ Չէ, նկատի ունեմ, եթե ավականու նիստի մասնակցությունը Հա, մենք վերադառնում, այսինքն ոչ թե բովանդակային տրանսպորտի հարցն ենք քննարկում, այլ բանավեճի թեման հասկացա, լավ, ոնց ասեք։ Որ թեման ուզեք քննարկենք։ Կանք տրանսպորտի թեման քննարկենք։ Ես երկու թեմային էլ օքեյ եմ։ Ես կարծում եմ կարող ենք փորձել ավականու նիստը անցկացնել երևի թե մեր ընդհանուր բանում, այդ ֆոեյում, ընդհանուր դահլիճում եւ այդտեղ ունենանք հրավիրալներ, որոնք որ տարբեր տեղերից ներկայացված կլինեն, բայց նաև երևի թե պետքա հարցերը համապատասխան լինեն ներկայացված կազմին, որ օրինակ ձեզ հետաքրքրող հարցերով դուք ներկա գտնվեք։ Ուղղակի պարոն Ավինյան, այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, ոնց որ ավականու հարցերի ես մի անգամ վերլուծել էի մի 7 ամսվա տվյալ, պարզվեց ավականու հարցերի մեծ մասը չզեկուցվող է։ Օրինակ ես այդ չզեկուցվող հարցերի մասին ուզում եմ ավականունիստին հանդես գամ, այսինքն մենք ոչ թե ուզում ենք զուտ ֆիզիկապես մարդիկ ներկա լինեն, այլ նաև բովանդակային մասնակցություն ունենան, ու որպես առաջարկ, որպեսզի ֆորմատը չխախտվի եւ բանավեճի չվերածի, կարծում եմ ուրիշ հնարավորություն կլինի։ Ես առաջարկում եմ օրինակ ինչ-որ մասնակցային մեխանիզմին ակտիվ քաղաքացի հարթակում տեղադրվի, մարդիկ գրանցվեն ավականունիստի 1 շաբաթ առաջ, քաղաքապետարանը ելնելով գրանցված մարդկանց թվաքանակից ապահովի իրենց մասնակցությունը, որպես այդպես բանավեճի կարևոր եզրահանգում։ Շատ լավ։ Նախ կարծում եմ կարող ենք դա անել եւ երկրորդը կարծում եմ որ ոչ միայն կարող ենք դա անել, այլ կարող ենք նախորոք ամբողջ օրակարգը ներկայացնել եւ այսպես ասած հանրային կարծիքի հավաքագրման on-line նույնիսկ process սկսել, մինչեւ նույնիսկ այդ հատվածը, այսինքն բոլոր կետերի վերաբերյալ։ Ինչի են շատ հարցեր չզեկուցվող, որովհետեւ գրեթե հարցերի 95%-ը կրկնվող հարցեր են։ Դրանք փողոցների անվանակոչություններ են, դրանք գործունեության տեսակի նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տալը, այսինքն շատ դեպքերում դրանք ուղղակի շատ տեխնիկական հարցեր են, շատ դեպքերում բովանդակային են, նույն անվանակոչությունները շատ բովանդակային հարցեր կան, բայց օրինակ ունենք անվանակոչություններ, որոնք որ մեծականակ են անում, որովհետև ուղղակի կադաստրային քարտեզներում պետքա գրանցվեն եւ այդ հարցերի մեծ մասը այդ տեսակ հարցեր են, հիմնականում բովանդակային կարևոր հարցերը, բյուջեին վերաբերվող, բյուջեի ընդունում, բյուջեի կատարողական, տրանսպորտին վերաբերող եւ նոր գնային քաղաքականությանը վերաբերող բոլոր բարդ հարցերը, որոնք որ կարող են քննադատության ենթարկվել, դրանք բոլորը միշտ պարտադիր զեկուցվող են։ Ես մեկ առաջարկել ունեմ, նշեցիք երիտասարդական խորհրդի ձևավորման այդ հրապարակային մասը, նշեցիք, որ 50 տեխնացու ունեք, չէ՞։ Ու այստեղ գտնվող երիտասարդներ կարծում եմ Երևանի շատ մասնակիցներ ունենք, եթե ձեռք բարձրացնեն Երևանի մասնակիցները, կտեսնեք, որ բավականին մեծ թվով երիտասարդներ կան, ու եթե իրենք չեն լսել, իմ կարծիքով արդեն այստեղ գործ ունենք տեղեկատ մի հոգի լսել է, ուրիշ մարդ լսել է, 2 գրանցվել է, 2 ուրիշ Ասեմ ավելին, դուք short list եք անցել։ Եթե շատ ծանր հարցեր չտասկան։ Ես ինչ էի ասում, որ եթե հատկապես երիտասարդական ֆորմատի մասին ենք խոսում, օրինակ մենք ունեցել ենք Stranger Cast-ին 800 հայտադիմում,
բայց պետք է ընտրեինք 150-ին, 160-ին, բայց եթե մենք ռեստարտի պաշտոնական կայքում դնեինք, կարծում եմ մենք եւս կունենայինք 50 հայտադիմում, դրա համար կարծում եմ երիտասարդների հետ աշխատելիս ինչ որ նենց ֆորմատ է պետք, նենց մատուցում է պետք, որ իրանք հասանելի։ Օրինակ Instagram-ով, չգիտեմ, հետաքրքիր ռիլեր, կարծում եմ, օրինակ եթե չեմ սխալվում, քաղաքապետարանը բլոգերների հետ շատ լավ համագործակցում է, բազմաթիվ բլոգերներ խնդիր չեն տեսնում պետական մարմինների հետ աշխատելու, իսկ եթե բլոգերները դրա մասին հայտարարեն, կարծում եմ առնվազն կեսը կդիմեին այստեղից։ Շատ ուրախ կլինեի, որ էլ ավել մարդ լիներ, բայց անկեղծ ասած երևի թե մոտավորապես ստացել էինք մոտ մի 500 դիմում եւ 500-ից մոտավորապես շորթ լիստ է արվել մոտավորապես 45-46-ը, բայց առիթը օգտագործելով եկեք մի փոքր էլ երկարաձգենք այդ մեր սելեկցիայի process-ը, բոլոր այն մարդիկ, ովքեր որ չեն հասցրել դիմում ներկայացնել եւ կուզենային, հենց այսօր հեսա մի հատ հասկանանք ինչպես էր ֆորմատը, մեյլը հեսա այստեղ կգրեմ, գրեք։ Ես այս մասնակցայնության հարցը փորձել ամփոփելով, նաև ես ոնց որ ճիշտ հասկացա, որ ավականու մասնակցության հետ կապված էտել է էլի քննարկվելու, որովհետև ինքը մի քիչ ավելի քաղաքացիական մասնակցության ուրիշ ձևաչափ է։ Ենթադրենք մենք որպես տրանսպորտի թեմայով բողոքող խումբ, իսկ այդ որոշումները դուք էլ գիտեք, որ ինքը մեծ աժոտաժ է առաջացնում, բոլորը քննարկում են ու գոնե այդ ներկայացուցիչները գնան դրա մասին խոսեն լավ է, նաև ես էլ ԱՄՆ-ում լինելու ժամանակ Քեմբրիջ քաղաքում օրինակ իրանք հետաքրքիր բան ունեին, ֆորմատ ունեին, այնտեղ լսումների նման ինչ-որ բաներ եւ գալիս էին օրինակ ամեն խմբակցությունից մի քանի ավականներ, պարտադիր չի ավականին ինքը գումարվեր էլի ու մարդիկ ուղղակի իրաց առաջարկի անոտացիան կարդում էին ու առաջարկը փոխանցում քաղաքին իսկ այս պարագայում ես կոնկրետ որտեղ որ բնակվում եմ ասենք հաստատ իմ շենքի կամ մյուսի հարցերի հետ կապված ոնց որ բնակիչը ինքը ավելի լավ է պատկերացնում քան նույն թաղապետարանի աշխատողը որ սա խնդրեմ է ինքը ամեն օր զուտ մի բան պիտի լուծի որ տենց առաջ գնա եթե այս երկու հարցերով էլ ինչ-որ համաձայնության գալիս է անկեղծ ասած երկրորդ հարցով չեմ կարող համաձայնել որ այդտեղ լուծումը տրված չի որովհետև ակտիվ քաղաքացի հարթակը հենց այդ հարթակն է երբ որ լոկալ խնդիրը փոքր խնդիրը մարդը նկատում է մարդը արձանագրում է մարդը նկարում է մարդը ուղարկում է եւ դա լուծվում է կամ ասում եմ ինչ որ խնդիր առաջանում եւ չի լուծում բայց ուզում եմ ասել էտա մեթոդը դրա առաջինի մասով երբ որ ավելի խոշոր հարցերի մասին է խոսքը միգուցե այդտեղ ունենք անելիք ես համաձայն եմ եւ այդտեղ միգուցե մեր հարթակների միջոցով նոր հարթակների միջոցով ինչ որ նոր հնարավորություններ պետքա ստեղծենք բայց այդ լավ է որ Քեմբրիջում գիտեք այդ ինստիտուտի մասին ենթադրում եմ Քեմբրիջում գիտեք որ մոտավորապես տարեկան ամեն տարի տրանսպորտի գինը վերանայվում է ինչպես եւ Լոնդոնում ամեն տարի վերանայվում ու երբեք դեպի ներքև չի վերանայվում Լոնդոնի նախկին քաղաքապետը որ հիմա վարչապետ է ոնց որ թե հարցում ձեզ հետ համաձայն չի կարող են ինձ հետ համաձայն Ժորժ ջան, անկեղծ եմ ասում, ես ուզում եմ լինել ամենաբարին եւ լավը եւ տրանսպորտը լինի անվճար եւ եթե հնարավորությունը Երևան քաղաքը ունենար, ես սիրով դա կանեի, բայց թե ով այնց հետ համաձայնվում, թե չի համաձայնվում, դուք կարող եք բացել Լոնդոնի տարեկան վճարների թիվը ամեն տարի եւ դուք կտեսնեք, որ գրեթե ամեն տարի տրանսպորտը Լոնդոնում թանկացել է ԱՄՆ-ն տրանսպորտի թեմայով լավ օրինակ չի, իրանք սովորաբար բան են, էլի։ Բայց մի բան ասեմ, Ժորժ, այս շատ կարևոր է, որ մեր պատկերացումները ասենց ճիշտ հարթությունների վրա դնենք։ Եվ առհասարակ ինչի է այդպես, որ տրանսպորտը պետքա, որ ժամանակ առ ժամանակ գինը պետքա վերանայվի։ Դա շատ բնական է, որովհետև յուրաքանչյուր ծառայություն ունի իր գինը եւ տրանսպորտը ծառայություն է այդ ծառայությունն է որը որ մատուցում է այս դեպքում Երևան քաղաքը Երևան քաղաքին են պատկանում բոլոր տրանսպորտային գծերը բոլոր տրոլեյբուսները եւ բոլոր ավտոբուսները
Նախկինում, երբ որ տրանսպորտը մասնավոր էր, ինքը կարելի ասել, տենց մասնավորները ավելի շատ կենտրոնացած էին գումար աշխատելու վրա, որովհետև պատասխանատվության ինստիտուտն էլ շատ մեծ չէր այնտեղ։ Այսինքն կարելի էր ունենալ 5 գազելներ, կարելի էր ունենալ 5 Hyundai-ներ, կարելի էր ունենալ շատ տենց բարոյալքված եւ մաշված տրանսպորտ եւ այդ ինքը մոնոպոլ այսպես ասած դիրք է տրանսպորտը մի բան է որ բոլորը պետքա օգտվեն ուզեն թե չուզեն որովհետև այնց հասանելի փոխադրամիջոցը տրանսպորտն է բայց մենք հիմա որոշակի տրանսֆորմացիա ունենք այնուամենայնիվ եկեք համաձայնենք էլի դրա հետ որ այն հին մոդելը որ կար եւ այս նոր մոդելը որտեղ էլի հաստատ կան խնդիրներ պիկ ժամերին ունենք հարցեր ունենք հաստատ ավել ավտոբուսային գծերի քանակ ավտոբուսների չէ ավտոբուսային գծերի քանակ բայց էական որակական տարբերություն կա որակական տարբերությունը երբևէ առանց ֆինանսական ներդրման չի լինում Եվ եկեք պատկերացնենք, մենք ունենք գազելներ, որոնք որ տենց ավելի էժաներ իրենց սպասարկումը, եւ մենք ունենք ավտոբուսներ եւ տրոլեյբուսներ, իրենց սպասարկումը ավելի թանկ է։ Եվ իրականում մենք պետք է հասկանանք, որ հիմա էլ Երևան քաղաքը մոտավորապես տարեկան 8 միլիարդ դրամ սուբսիդավորում է տրանսպորտը։ Միայն տրանսպորտը մոտավորապես 8 միլիարդ դրամ։ Այդ բոլոր հավաքված գումարները իրար հետ վերցրած Այսինքն եւս մոտավոր 25 միլիոն դոլար, մի քիչ ավելի, Երևան քաղաքը հավելյալ սուբսիդավորում է եւ դա Երևան քաղաքի բյուջեի ամենամեծ տողերից մեկն է։ Եվ հետեւապես իսկ ինչի է օրինակ Լոնդոնում տարեցտարի թանկանում, որովհետեւ իրենց մեքենավարների, իրենց ավտոբուսի վարորդների աշխատավարձը տարեցտարի պետքա ավելանա։ Սպասարկումը այնուամենայնիվ տրանսպորտի տարեցտարի ավելանում է։ Նույնը Երևան քաղաքում է տեղի ունենում։ Այսինքն մենք չենք կարող միշտ նույն կետում մնալ։ Մի բան շատ կարևոր բան է, եւ սա կարծում եմ նաեւ գաղափարախոսական կարևոր կարող է որոշակի տարբերություն տա։ Ես պատկերացնում եմ, որ յուրաքանչյուր ծառայություն որը որ մատուցում է կապ չունի մասնավորը թե պետությունը, այդ ծառայությունը ինչ որ մի բան արժի, ինչ որ մեկը այդ ծառայության համար պետքա վճարի, կամ տրանսպորտ նստողը պետքա վճարի այդ ծառայության համար, կամ օրինակ Երևան քաղաքում աշխատող այլ բիզնեսներ ավել փող պետք է տան, կամ մարդիկ պետքա իրանց գույքարկի համար էլ ավելի շատ փող տան, որ Երևան քաղաքը 8 միլիարդ չփակի, այլ փակի 30 միլիարդ տրանսպորտային ծախսերը տարեկան։ Այսինքն մեր մետրոն, տրոլեյբուսը եւ ավտոբուսների ընդհանուր սպասարկումը բոլորը միասին մոտավորապես լավ 30 մի քիչ շատ եմ ասում 26 միլիարդ դրամի չափով է։ Մի մասը հավաքագրվում է տրանսպորտի օգտվողների միջոցով մոտավորապես 8-ից 9 միլիարդն էլ Երևանի քաղաքապետարանն է հավելյալ տրամադրում։ Հիմա կարանք որոշենք ժողովուրդ ջան, չենք ուզում ոչ մի կոպեկ տանք տրանսպորտի համար, չնայած որ տարեցտարի ծախսերը ավելանալու են։ Որոշում ենք, որ ինչ որ բայց մի տեղից այդ փողը պետք է հավաքենք, որոշում ենք, որ ով երեխաները, որոնք որ գնում են մանկապարտեզ Երևան քաղաքում ու գնում են անվճար, պետքա դրա համար գումար վճարեն ծնողները։ Եվ ինչ որ մի տեղից այդ եկամուտը պետք է գեներացվի։ Վերջին տարիներին իրականում էս էլ է շատ կարևոր։ Շինարարությունից վերջին 3 տարվա ընթացքում մենք տարեկան միջինացված մոտավորապես 20-ից 24 միլիարդ դրամ ենք հավաքել։ Երևան քաղաքում մինչ այդ շինարարությունից հավաքվում էր 0։ Այսինքն կառուցապատողները իրենց турքերը եւ տարատեսակ վճարումներ, որ անում էին քաղաքապետարան 21 թվականից 22 թվականից 22 թվականից սկսած 23-ից էլ ավելի մեծ ծավալով իրենք մոտավորապես տարեկան 24 միլիարդ դրամ են վճարում։ Եվ մենք օրինակ սուբսիդավորում ենք տարբեր բաներ։ Ներառյալ օրինակ տրանսպորտի հավելյալ սուբսիդիան, մետրոյի սուբսիդիայի մի մասը եւ այդպես շարունակ։ Մեր որոշելիքն է, ժողովուրդ ջան։ Մենք ուզում ենք տրանսպորտի համար վճարենք, որպեսզի ունենանք տրանսպորտ, ապագայում չենք ուզում, չէ՞, մաշացնենք։ Բոլոր դեպքերում չենք ուզում մի իրավիճակի հասցնենք, որ սկսում ենք քիչ ծախսել պահպանելու վրա։ Ունենում ենք մի իրավիճակ, որ վաղը գումար չի լինում, որպեսզի 10 տարի անց ավտոբուսները փոխարինենք։
Այս բոլորը իհարկե հասկանում են, որ թվում է թե դետալներ է, բայց այս սա կարևոր դետալներ է։ Յուրաքանչյուր բան այս կյանքում ինչ որ մի բան արժի, յուրաքանչյուր ծառայություն արժի ինչ որ մի գումար։ Պետք է որոշել ով է վճարում այդ գումարը։ Շնորհակալություն, մենք իրականում արձագանքելու փոխարեն տրանսպորտի թեմային հարցի հնարավորություն կտանք մասնակիցներից Լևոն Արսենյանին։ Պարոն Ավինյան, նախ ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ ինչ առումով, որովհետև ի տարբերություն իշխանության մյուս ներկայացուցիչների փորձում եք առավել օբյեկտիվ հանդես գալ, նաև խոսելով Երևանի քաղաքապետարանի թերությունների մասին, ճիշտն ասած, լավ է որ հարցի հնարավորություն ունեցա, բայց ներքաղաքական ինչ որ հարց տամ սրա հետ կապված, բայց կապված իշխող քաղաքական ուժի հետ։ Ուրեմն, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության ակտիվ անդամ, երկար տարիներ եղել եք այդ շարժման մեջ, այսօր էլ իշխանության ներսում եք, բայց 23 թվականից երբ որ դարձաք քաղաքապետ, սկսեց պասիվանալ այդ գործընթացը, այսինքն դուք ավելի շատ սկսեցիք զբաղվել Երևան քաղաքի հարցերով ու ներքաղաքական հարցերում ակտիվություն գրեթե չցուցաբերեցիք։ Վերջին տարում ակտիվացավ դա։ Նախկինում կային խոսակցություններ, որ փորձում եք ձեզ ավելի դիստանցավորել իշխող ուժից, հիմա ինչ է փոխվել։ Ինչով է պայմանավորված այս բանին ձեր ակտիվության աճը, նույնիսկ ներքաղաքական հարցերի հետ կապված։ Հայցում եմ Դալիճի ներողամտությունը, որ Երևան քաղաքի հարցերից մի փոքր շեղվեցինք, զուտ չէի պատկերացնում, որ առաջինը։ Ես կառաջարկեմ դրա համար, քանի որ ներքաղաքական բաղադրիչ մենք նախատեսում ենք վերջում, որ չխառնվի իրար, ես հարցը հիշում եմ, էլի, ինչ հարցա, մենք անպայման այդ հարցին կանդրադառնանք։ Հիմա քանի որ շինարարությունից էր խոսքը գնում, ոնց որ շինարարությունն էլ է Երևան քաղաքում շատ հետաքրքիր թեմա։ Դեք ընդհանուր առմամբ շատ շինթույլտվություններին ես ինքս իմ ընկերները չէ, դες մեծ մասը դեմ են, բայց ես ինքս շատ կողմ եմ, որ հնարավորինս շատ, բայց օբյեկտիվորեն նորմալ շինարարություն լինի։ Ուղղակի խնդրեմը իրա վերահսկողության մեջ է, որ ինքը իրոք մարդկանց կյանքը շատ բարդացնում է, էլի։ Օրինակ նույն փոշեվորսիչ ցանցերի մասին, որ դուք շատ խոսել եք, նույն տուգանքները, որ վերջերս եք դուք դրույքաչափերը տուգանքների բարձրացրել, այսինքն են ավելի բումի ժամանակ ինքը տեղի չեր ունենում։ Նույն ընդհանուր առմամբ կարանք նաև օրինակներով խոսանք, հա, որ արաբգիր վարչական շրջանում նենց տեղեր է տրվում շինթույլտվություններ, այնտեղ ուղղակի մեքենա խցկելու տեղ չկա, կամ ասենք շատ թաղամասերում դուք ինչ որ հայեցակարգ ունի Երևանը, այսինքն ինքը ոնց է էլի շինթույլտվություն տալի, թե որ կառուցապատողը բանկին այդ հաշիվը ունի, իրան ինքնաբերաբար շինթույլտվություն տարածենք, որ հնանաճի Հայաստանի, այսինքն Յուրի ջան, երևի թե վերջին շրջանում ամենաշատ կանոնակարգումներն են տեղի ունեցել շինարարության ոլորտի հետ կապված, չգիտեմ գիտեիք թե չէ, 2020 թվականից սկսած Երևան քաղաքը գլխավոր հատակագիծ չուներ։ Այսինքն երբ որ ես եկել եմ քաղաքապետարան, Երևան քաղաքը այդ ժամանակ գլխավոր հատակագիծ չի ունեցել։ 2024 թվականի սեպտեմբերին շատ երկար եւ դժվար պայքարներից հետո մենք ընդունեցինք Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը։ Երևան քաղաքի գլխավոր հատակագծին աշխատանքներին զուգահեռ մենք մի մեխանիզմ ենք ներդրել, որ բաղկացած է հետևյալ տրամաբանությունից։ Մենք ունենք 5 ճարտարապետներ, որոնք որ հիմնականում անվանի ճարտարապետներ են, որոնք որ իրար հետ փոխկապակցված չեն, եւ այս 5 ճարտարապետները ունեն իրականացրած ծրագրեր Երևան քաղաքում։ 5 ճարտարապետներն են որոշում բարձր ռիսկայնությամբ շինթույլտվությունների հարցը։ Եվ այս 5 ճարտարապետները Աշակունյացի վրա են նախագիծներ են իրանք որոշել։ Բյուրեղի ժամանակ չեն եղել իրանք, ես էլ չեմ եղել, եթե դրա մասին է խոսքը, բայց սա 2023 թվականի հունիսից ճարտարապետական խումբը գործում է։ Եվ ինչ մեխանիզմ է ներդրված։ 5 ճարտարապետներն են փաստացի դիմումներին պատասխանում եւ 5 ճարտարապետները ամեն 6 ամիսը մեկ մի հոգին փոխվում է, որպեսզի եւ որոշակի ինստիտուցիոնալ հիշողությունը մնա եւ որոշակի, այսպես ասած, ճարտարապետական հանրությունից մենք թարմ նոր մարդիկ ունենանք process-ում, որպեսզի կարողանանք իրավիճակը կառավարել։ Այո, շատ լավ կլիներ, որ մենք ունենայինք պատրաստի գլխավոր հատակագիծ գոտիավորում եւ վերջնական պլանավորում եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքները ըստ
հատվածների բաժանած, բայց մենք այս պայդրությամբ ունենք միայն գլխավոր հատակագիծ, աշխատում ենք գոտիավորման process-ի վրա, գոտիավորման ծրագրի վրա եւ ունենք ճարտարապետների խումբ, որոնք որ իմ կարծիքով բավականին նախադեպային տրամաբանությամբ որոշակի կանոններ են հաստատել։ Օրինակի համար կան հստակ տեղեր, որտեղ որ օրինակ կա հստակ հարկայնություն։ Օրինակ Նորքի լանջերին, երբ որ ֆիքսվեց, որ 5 վերգետնյա հարկն է, դրանից հետո բոլորը նույն նախադեպով 5 վերգետնյա հարկով են տրվում։ Օրինակի համար Արաբկիր վարչական շրջանում, Ռիգայի փողոց, այսպես ասած, հայտնի բանջարանոցում, այդտեղ էլ տենց այսպես ասած վատ փորձից ելնելով, փաստացի 8 հարկներ ֆիքսված, այդպես 8 հարկը ֆիքսվեց։ Նոր կանոններ ներդրվեցին։ 2500 քառակուսի մետր հողից պակաս հող ունեցողը չի կարող կառուցել ավելին քան 8 վերգետնյա հարկ եւ ավելի բարձրահարկի կարող են հավակնել նրանք, ում հողը 2500 քառակուսի մետրից ավել են եւ այսպիսի բազմաթիվ կանոններ, որոնք որ դարձան կանոնակարգ։ Բայց այդ կանոնները հիմա մինչև ուժի մեջ են մտնում, ինչ հնարավոր է Դրանք բոլորը ուժի մեջ են։ Դրանք բոլորը Յուրի ջան, շատ կարևոր է հասկանալ շինարարությունը ինքը կներեք, էլի, որն է ձեզ, որ նախագիծն է ձեզ, այս նորերից։ Օրինակ այդ ինքը Երևանի ճարտարապետական դիմագծին համահունչ է, որտեվ նայում ես մեկը սպիտակ աբլիցով կա, մեկը սև է, մեկը սալիկապատ է, մեկը ցածր է, այսինքն գետնի վրա ես դա եմ տենում, նույնիսկ բանը Ծիծեռնակաբերդի խճուղու կողքի շենքերը իրար հետ կապ ունեցող շենքեր են, այդ իրավական նորմերը։ Ես կարող եմ հետևյալն ասել, կա մի քանի մոտեցում այդ հարցին, կա ազատական մոտեցում, որտեղ որ տոտալ ազատություն է տրված ճարտարապետին որոշելու, թե ինչ տեսք պետք է ունենա շենքը եւ դու ընդհանրապես ծավալներն ես որոշում։ Կա երկրորդ մոտեցում, որը որ ինքը միքսն է, այսպես ասած, ազատական մոտեցման եւ որոշակի խիստ կանոնակարգումների եւ մաքսիմալ խիստ կանոնակարգումներ, որ սկսած գույնից մինչեւ որ նյութի տեսակը որոշում է քաղաքապետարանը։ Երևան քաղաքում մեզ մոտ միքս մոտեցումն է այս պայդրությամբ, օրինակ Երևան քաղաքում այլևս ալիկաբոնդով ֆասադներ չեն կարող լինել 2023 թվականից սկսած եւ դա մտել է որպես կանոն։ Կան նյութեր, որոնք որ չի կարելի օգտագործել։ Ճարտարապետական հատվածին միջամտություններ տեղի կարող են ունենալ ճարտարապետական խորհրդի կողմից, եթե համարվում է, որ միջավայրին բացարձակապես ոչ համահունչ շինություն է այդտեղ կառուցվելու եւ այդտեղ ունենք մենք միջամտելու հնարավորությունները, բայց ելի պետքա մենք նայենք, թե օրենսդրությամբ մեզ ինչ հնարավորություններ են տրված։ Այդտեղ այնպես չի, որ անսահման է մեր լիազորությունները։ Այսինքն կան տեղեր, որտեղ որ կարող ենք միջամտել, բայց կան տեղեր, որ արդեն այդտեղ տենց կարելի ասել չափը չենք կարող անցնել, բայց մեր ճարտարապետական խորհուրդը ճարտարապետական տեսքին կարող է միջամտել, եթե համարում է հարկ այդպիսի բան անելը, բայց շինարարության մասով ստեղ շատ կարևոր մի հատ նյուանս կա, շինարարությունը առհասարակ շատ երկար process է։ Դու կարող ես ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանքը 2020 թվականին, 2023 թվականին գալ դիմել շինթույլտվության համար եւ մինչեւ հիմա հələ կառուցման process-ում լինել։ Այսինքն մենք ինչ որ խոսում ենք, ինչ որ մենք տեսնում ենք, մեծամասամբ շատ վաղուց տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքներ են։ Այս 3-4 տարիների տրվածները մենք տեսնելու ենք 2-3 տարի հետո նոր։ Շնորհակալություն, եկեք հարցի հնարավորություն տանք Տաթև Միքայելյանին։ Տաթև Միքայելյան, Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ։ Ուզում եի ձեզ այսպիսի մի հարց տալ։ Երևանում գիտենք, որ գործում են վարձով տրվող սկուտերներ եւ հեծանիվներ, սակայն չունենք դրա համար բավարար միջոցներ, ճանապարհներ, հատուկ առանձնացված կանոնային վայրեր, ինչ նախաձեռնություն ունի Երևանի քաղաքապետարանը եւ ոնց է պատրաստվում ապահով երթևեկությունն ապահովել։ Մեր պատկերացումը
եւ սկուտերների եւ հեծանիվների մասով նույն Լոնդոնի մոդելին եմ շատ մոտ, որ ասում է, որ ավտոբուսային գծերը պետք է օգտագործվեն նաեւ նմանատիպ հեծանիվների եւ սկուտերների համար։ Միակ տարբերությունը Լոնդոնի հետ կայանում է նրանում, որ ոչ թե հենց բուն ավտոբուսային գիծն է օգտագործվելու հեծանիվի համար, այլ այնուամենայնիվ հեծանվի հատվածը որոշակիորեն ավտոբուսային գծից առանձնացված է լինելու։ Դա արվում է երկու պատճառով, առաջինը անվտանգային պատճառներն են, որպեսզի եւ ավտոբուսը եւ հեծանիվը եւ սկուտերը ամբողջապես նույն հատվածով չգնան, եւ երկրորդը հեծանիվը դանդաղեցնելու է ավտոբուսին այս տրամաբանությամբ եւ այդ խնդիրը կա Լոնդոնում եւ այդ խնդիրը կա Փարիզում եւ մենք ունենալու ենք զուգահեռ գծեր ավտոբուսային գծերին, որոնք որ նվիրված են լինելու սկուտերներին եւ հեծանիվներին։ Մոդելը գլոբալ դա է եւ այս պայդրությամբ ADB-ի հետ աշխատում ենք ամբողջական առանձնացված գծերի ուղիների վրա եւ ունենք հիմնական երկու ուղղություն, մի հատվածը նոր նորքով գալիս է Քանաքերզեյթուն, գալիս է Արաբկիր եւ շարունակվում է դեպի Մալացիա Սեբաստիա, երկրորդը նոր նորքով իջնում է Միասնիկյանով, իջնում է կենտրոնով եւ շարունակվում է դեպի Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններ։ Շնորհակալություն, եկեք հարցինարություն տա։ Երբ ենք տեսնելու, սա էլ է շատ կարևոր հարց։ Իրականում այս հարցը ուղղակիորեն կապված է մեր վերջին ավտոբուսների թվաքանակի ձեռքբերման հետ, որովհետև մենք պլանավորում ենք վերջին մի խմբականակ ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուսներ, որոնց զուգահեռ այդ ծրագրում նաև ունենք ավտոբուսային գծերը, որոնց հետ արդեն ասեցի ունենք սկուտեր եւ հեծանվի գիծը, ունենք այդտեղ ամբողջապես փողոցների վերակառուցումներ, օրինակ վերջնական մոդելով, որպեսզի հասկանանք ինչա տեղի ունենալու, Կոմիտասով մենք մեր ավտոբուսը գնալու է կենտրոնական հատվածով, այսինքն Կոմիտասով երբ որ ավտոբուսը իջնի, ավտոբուսը կենտրոնով է իջնելու, իսկ ավտոմեքենաները արդեն կողքերով, ոչ թե ավտոբուսային գիծը լինելու է մայթի մոտ, այլ կենտրոնական հատվածում եւ կենտրոնում մայթ ու կանգառ ենք ունենալու։ Սա կարող եք օրինակ տեսնել Փարիզում նմանատիպ մոդել։ Եվ այս նույնը տեղի է ունենալու այս ամբողջ փաթեթով։ Իրատեսական է 2027 թվականի երկրորդ կեսին սկսել շինարարությունը։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Մելիսա Խաչատրյանին փոխանցեմ։ Շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Ես Մելիսա Խաչատրյանն եմ Հայաստանի ամերիկյան համալսարանից։ Շուտով Հայաստանը եւ Երևանը հյուրընկալելու են COP17 գլոբալ համաժողովը եւ սակայն միջազգային իմիջի ետևում թաքնված են մի շարք էկոլոգիական շատ կարեւոր խնդիրներ, ինչպիսիք են օրինակ անտառների հրդեհները, քաղաքային ծառահատումները, ջրային ճգնաժամը։ Հարցս հետեւյալն է, պարոն Ավինյան, ցանկանում եմ իմանալ, բացի ճանապարհային բարեկարգումից եւ բացի հյուրընկալության կազմակերպչական աշխատանքներից կա արդյոք ուրիշ աշխատանք, որը պատրաստվում է քաղաքապետարանը կատարել մինչև համաժողովի ընդունումը։ Ես ուզում եմ անդրադառնալ քաղաքային լեգենդներից եւս մեկին, որի մասին դուք խոսեցիք, այսպես ասած, ծառահատումներին, որոնց այդ միայն այդ տերմինի հետ համաձայն չեմ, չնայած որ բազմաթիվ անգամ ոնց որ թե անդրադարձել եմ հարցին, ուզում եմ այնց համենայն դեպս իմ պատկերացումներով կիսվել ձեզ հետ։ Երևան քաղաքում վերջին 4 տարիների ընթացքում մենք տնկել ենք մոտավորապես 60 հեկտար նոր ծառաշատ հատվածներ։ Այդ 60 հեկտարին մենք տեղավորել ենք հասուն մոտավորապես 25000 ծառ։ Եվ այս բոլոր հատվածները, բոլոր այս 60 հեկտարը իրենք ունեն իրենց ոռոգման համակարգերը։ Եվ երբ որ մենք խոսում ենք
ծառերի փոխարինման ծրագրի մասին։ Մենք քաղաքում ունենք խնդիր թեղի տեսակի ծառերի հետ, եւ այդ ծառերը փոխարինվում են եւ իրենք տնկվել են խորհրդային միության տարիներին, որպեսզի արագ աճ տան եւ որոշակի խնդիր լուծեն, որից հետո պլանավորվում էր իրենց 40-50 տարի հետո փոխարինել այլ տեսակներով։ Եվ այդ քանի որ խորհրդային միությունը փլուզվեց, այդ ծրագիրը նույնպես հետո ոնց որ թե կանգ առավ եւ մենք փաստացի իրականացնում ենք այն ինչ որ չի իրականացվել մոտ 20-30 տարի առաջ։ Բայց ինչ վերաբերում է կոպին, ես կարծում եմ կոպի հետ կապված մեր ամենակարևոր ծրագիրը, որը որ հենց ներկայացվելու է կոպի ընթացքում, դա Դալմայի այգիներն են, 250 հեկտար տարածքով, որտեղ որ իրականացնելու ենք խիտ անտառապատ կանաչապատում։ Եվ դա հենց մոտավորապես Մոնթե Մելքոնյան փողոցի Իսակով փողոցով պարփակվող հատվածն է 250 հեկտար, այս պայդրությամբ իրականացնում ենք նախագծման աշխատանքները անտառ-պուրակի, եւ որպեսզի հասկանանք, թե այս 250 հեկտարը ինչ թիվ է, մենք մինչև այս 60 հեկտարը մոտավորապես մեկ շնչին ընկնող ունեինք 7.5 քառակուսի մետր Երևան քաղաքում կանաչ տարածքներ, հիմա ունենք մոտավորապես 8.5, այս 250 հեկտարը էականորեն այդ թիվը բարձրացնում է, այսինքն մինիմումը 8 քառակուսի մետր կանաչ տարածքն է, մենք ունենալու ենք արդեն 10-ից ավելին, եւ սա քաղաքի համար կարևորագույն տենց նոր թոքերի ստեղծման աշխատանքներ են։ Երկրորդը, որը որ կարծում եմ կրկին հավասարազոր կարևոր է, Հրազդան կիրճի վերակառուցման ծրագիրն է, որ իրականացնում ենք ADB-ի հետ, մոտավորապես $100 միլիոն ներդրման կարիք ունենք Հրազդանի կիրճում եւ մոտակա 3-4 տարիներին, 5 տարիների ընթացքում այդ աշխատանքները կհասցնենք ավարտին։ Շնորհակալություն Դահլիճից էլի հարց վերցնենք, եկեք հարցինարություն տանք Դավիթ Ստեփանյանին։ Շնորհակալություն, ես Դավիթ Ստեփանյանն եմ ՀԲՏ քոլեջից, Երևանի բնակիչ։ Ուրեմն Երևանի քաղաքապետարանին ենթակա մի ինստիտուտ կա, ավտոբուսում ստուգողների ինստիտուտը։ Ուրեմն այս ինստիտուտը աշխատում է բոլորիս անհայտ գրաֆիկով, անհայտ աշխատանքային օրերով, անհայտ ուղղություններով ու պայմանական ինչ-որ օրեր են ֆիքսում, երբ իրականացվում են ինչ-որ խիստ ստուգումներ եւ այդ օրվանից հետո օրինակ ես ամեն օր օգտվելով տրանսպորտից մեկ ամիս հետո լավագույն դեպքում մեկ անգամ եւս տեսնում եմ մի ստուգողի։ Այս մասով ուզում եմ հասկանալ, այս մարտիկ ստուգողները ստանում են ֆիքս աշխատավարձ ու պետք է իրանք ունենան աշխատանքային գրաֆիկ, որի մասին իրազեկվեն նաև քաղաքացիները, ու սա նաև պատճառ է հանդիսանում նրան, որ ավտոբուսի վարորդները անեն այս կարգավորումը եւ ամեն վարքյան նյարդայնանան այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ ողջ ավտոբուսում արգա մարդկանց կյանքի համար եւ ճանապարհի համար եւ այս նյարդերը իրենց կարող են միայն խանգարել, ու այս մասով ուզում եմ հասկանալ, այս ստուգողների համակարգը պետք է մշտական աշխատի, թե մենք անընդհատ սպասելու ենք կամ ստուգողը լինի կամ վարորդը ստուգի, ու ուզում եմ հասկանամ ես որպես Երևանի բնակիչ նստելով տրանսպորտ չպիտի իմանամ թե ով է պատասխանատու իմ վճարումը ստուգելու համար։ Շնորհակալություն։ Դավիթ ջան, ես կլինեմ մաքսիմալ անկեղծ, ոչ Երևան քաղաքում, ոչ աշխարհի որևէ քաղաքում այն քանակի ստուգողներ չեն լինելու, որոնք որ բոլոր իրավախախտներին կբռնեն եւ կարձանագրեն խախտումը։ Երևան քաղաքը օգտագործում է նույն մոդելը, Ժորժ ջան, ինչ որ օգտագործում է Լոնդոնը։ Եվ ով որ եղել է այդ քաղաքներում, ես հասկանում եմ, որ սա այդքան էլ հաճելի հատված չի, բայց սա այն իրականությունն է, որը որ կարելի ասել այն լավագույն փորձն է, որ կա այս պայդրությամբ աշխարհում։ Ինչու է այդպես։ Մենք ունենք մոտավորապես 1000 վարորդ։ Մենք ունենք 1000 վարորդ։ Եվ 1000 վարորդները ամեն օր իրենք իրականացնում են ուղևորափոխադրում։ Իրենց աշխատանքային պայմանագրերում արձանագրված է, որ իրենք պարտավոր են հետևել վալիդացիաներին։ Եվ դա այն ժամանակ էլ կար, ուղղակի մի ինչ-որ ժամանակ մենք որոշեցինք, այսպես ասած, հələ մի հատ վարորդներին առհասարակ թողենք հանգիստ, տեսնենք մեր ժողովուրդը ոնց է ադապտացվում նոր կանոններին։ Պարզվեց, որ մեր ժողովուրդը այդքան էլ լավ չի ադապտացվում նոր կանոններին, որովհետև ապրիլին, երբ որ
որոշվեց, որ վարորդները այնուամենայնիվ պետք է իրականացնեն իրենց պայմանագրային պարտավորությունը եւ հետեւեն, որպիսի տեղի ունենա վալիդացիա, մեր վալիդացիաների քանակը աճեց 40%-ով։ Եվ ես ուզում եմ, սա կարևոր արձանագրում է եւ ես կարծում եմ սա մենք պետքա բոլորս ինքներս մի հատ մեզ հաշիվ տանք, որ այնուամենայնիվ դա կարա մեզ հաճելի չլինի, բայց դա Ժորժ ջան, դա մեր ընդհանուր բոլորի գումարն է։ Դա նենց չի, որ բանն է, էլի ինչ որ վարորդի գրպանն է կամ Երևանի ավտոբուսի գրպանն է։ Դա մեր բոլորի տրանսպորտի գումարն է եւ այդ տրանսպորտի գումարը գնում է այդ նույն տրանսպորտի պահպանմանը, նոր ավտոբուսների գնմանը եւ այդպես շարունակ։ Հիմա հարց. բոլոր այն մարդկանց, ովքեր որ պարտաճանաչ վճարել են մինչեւ այս։ Որովհետեւ եթե պարտաճանաչ վճարել ես եւ դու տեսնում ես, որ դիմացինը տենց մեծ քանակի մարդիկ չեն վճարում, ձեզ դա չի նյարդայնացրել։ Եվ ես կարծում եմ, որ մենք շատ կարևոր մի ուղերձ ունեմ։ Մեր երիտասարդներին պետք է համակարգային մտածելակերպ եւ մեր երկրին պետք է համակարգային մտածելակերպ, որպեսզի մենք կարողանանք կառուցել եւ գործարկել համակարգեր, մեզ համար շատ կարեւոր է մեր հայկական այդ ինդիվիդուալիստական մոտեցումներից անցնել մի քիչ ավելի ընդհանուր հանրային շահի եւ համակարգային մոտեցումների։ Արդյոք սա լավագույն լուծումն է, Դավիթ ջան, չեմ կարող ասել, բայց այս այն լուծումն է, որը որ աշխատում է աշխարհում եւ փաստը ցույց է տալիս, որ աշխատում է Երևան քաղաքում։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Արեն Նահապետյան։ Շնորհակալություն, անունս Արեն է, նախ ես ասեմ, որ ես այդ գրանցվածների թվում եմ Երևանի քաղաքապետին կից խորհրդակցական մարմինի, պարոն քաղաքապետին բան մի ասեք, թողեք ես ասեմ։ Պարոն քաղաքապետ, դուք ասեցիք, որ Լոնդոնում ամեն տարի փոխվում է տրանսպորտի սակագինը, իմ մասնագիտությունը թույլ չտվեց չչեքել դա։ 2021 թվական 1.55 ֆունտ ստերլինգ, 2022 1.65, 2023 1.75, 2024 1.75, 2025 1.75, 2026 1.75, այսինքն ամեն տարի չի փոխվել։ Այո։ Կներեք, դուք հաղթեցիք։ Դու երիտասարդական խորհուրդ չընդունվեցիր։ Դրանից բացի ես իհարկե սրա մասին չէր, որովհետև այս ընթացքում ծագեց, ես ուզում եի մի փոքր բողոք հղել Երևանի քաղաքապետարանի հանրային հաղորդակցության համատեքստում, որովհետև տեսեք, ես էլ եմ մասնակից եղել չենք վճարելու տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներին, իհարկե հիմա պարտաճանաչ վճարում եմ հենց այդ ակցիաները դադարեցին, բայց երբ մենք այդ ակցիաները սկսում ենք, Երևանի քաղաքապետարանի կողմից չկար պատշաճ հանրային իրազեկում, թե Ժորժ ջան, բարձրացնում ենք գինը սրա համար, որովհետև այսպես, որովհետև կա այս հետազոտությունը։ Դրանից բացի այդ ժամանակ ես բանակից նոր է եկել, սոված տղա էի, ինձ համար դուրս չէր գալիս եւ ես շատ էի նեղվել, որ դուք տենց հեգնանքով եք մոտենում, ասում եք, օ 300 դրամ, դա այդ ժամանակ ինձ համար մեծ փող էր։ Դրանից բացի դուք ասեցիք, որ 300 դրամ պետք է լինի, բայց հանրային ճնշման արդյունքում դա դառավ 150։ Լավ, հանրային ճնշման արդյունքում չէր, Երևանի քաղաքապետարանը հաշվեց, որոշեց, որ 300 է, հանրային ճնշումը սկսվեց, նորից հաշվեց ու հասկացավ, որ դա 150 է։ Ու այդ ժամանակ
անկեղծ անհասկանալի էր, թե եթե սկզբում 300 էր ու տենց է պտիլներ, ինչի դարավ 150 կամ ինչի ի սկզբանե 150 չէր ու եթե բողոքի ակցիաները դրա հետ կապ չունեին, ինչի էր տենց։ Դրանից բացի էլի հանրային հաղորդակցության տոքսիկության մասին քաղաքապետարանի ակտիվիստները նկարում են ոնց են առողջ ծառ կտրում, խոսքը չի վերաբերում թեղիներին կամ ոչ լոտած փտած ծառերին։ Ակտիվիստը գնում առողջ կոճղը նկարում է, առողջ ծառը նկարում է, կանաչապատման հոակի Արմեն Բեգոյանը վերեկենում ասում է ակտիվիստները մանիպուլատորներ եւ ստախոսներ են, բայց օբյեկտիվորեն մենք տեսնում ենք թե ոնց են առողջ ծառ նկարում, թե ոնց է կտրվում, կամ առողջ կոճղ ենք տեսնում։ Հնարավոր է ես, ինչպես ասում է պարոն Բեգոյանը, ծառերի մասնակետ չեմ եւ այլն, բայց օբյեկտիվորեն ես տեսնում եմ այդ իրականությունը ու փոխանակ մենք ստանանք մասնագիտական եզրակացություններ, այն հատուկ սարքեր են, որոնք շատ թանկ են, որոնք ծառը ծակում են, ստուգում են եւ այլն, դրանց եզրակացությունների մասին էլի հանրային հաղորդակցություն չկա։ Դրանից բացի Կիևյան կամուրջը ամենափիարված ծրագիր է վերջի շրջանում Երևանի քաղաքապետարանի կառուցվեց, լարերը իջան գետնի տակ, սիրուն ասֆալտեր եւ այլն, ես չեմ հասկանում, ինչի այդ եզրային երկաթե պատնեշները մնացին ժանգոտ։ Ասենք որ մայթեր ժանգոտ էր։ Եվ վերջին հարցը որպես քաղաքացիական առաջարկություն ես առաջարկում եմ, որպեսզի Աջափնյակի մետրոյի կայարանը որ կառուցվի, անվանակոչվի Հավերժության կայարան։ Շնորհակալություն։ Արեն ջան, ես սովորել եմ կիրառական մաթեմատիկա եւ եթե չեմ սխալվում, չեմ հիշում որ մոդուլներ, բայց մի հատ շատ կարևոր դաս եմ ինձ համար քաղել այդ բոլոր 10-12 տեսակ մաթեմատիկաների արդյունքում, որ ինֆորմացիան երբեք կատարյալ չի եւ ինֆորմացիան երբևէ երբ որ փոխանցվում է ճիշտ ու նույն ձևով չի փոխանցվում, ինքը միշտ ինչ որ sense սկսում է ճկվել, փոխվել։ Օրինակ հիմա ամեն կետով փորձեմ անցնել։ Կիևյան կամուրջը, որ ամենափիարված ծրագիրն էր, եւ ամեն անգամ, երբ որ Կիևյան կամուրջից Երևանի քաղաքապետարանը խոսում է, ասում է, որ Կիևյան կամուրջի հիմնանորոգումը շարունակվելու է մինչև տարվա վերջ։ Եվ այս հատվածը, որ արվում էր կարերի եւ ճանապարհի, արվում էր առաջնահերթ հենց այս սեզոնին, որպիսի երթևեկությունը վերականգնվի սեպտեմբերից առաջ։ Քո ասած ժանգոտած հատվածները շուտով փոխվելու են։ Երկրորդ հարցը, որը վերաբերում է տրանսպորտին, շատ էին, էլի փորձեմ տենց ամեն մեկին անդրադառնալ, այո, ես սխալ էի, կներեք ինձ, ամեն տարի չի փոխվել, իմ վերջին երևի այդ տվյալները հենց այն թվականներից էր, երբ որ փոխվում էր ամեն տարի, եւ երբ որ ես այնտեղ էի ուսանում, այդ տարիներին էր ամեն տարի փոխվում, շատ ուրախ եմ, որ ինչ որ նոր մեթոդ են գտել եւ ֆինանսական նոր հոսքեր են գտել եւ չեն ավելացնում գումարը, չնայած եթե համեմատենք 1.75 ֆունտ ստերլինգը, դա մոտավորապես մեր բանով տենց մոտավորապես երևի մի 800 դրամ կամ 900 դրամ, բայց մեզ մոտ էլ ընդամենը մեկ անգամ է փոխվել դեռևս, հələ որ տենց մեծ այլ փոփոխություններ չեն պլանավորվում եւ ես ըմբոստությունը հասկանում եմ եւ ընդունում եմ եւ ինքս էլ եղել եմ շատ ըմբոստ երիտասարդ եւ կարծում եմ դա շատ նորմալ է, երբ որ օրվա իշխանություններին պետքա թափ տաս բոլոր առումներով, այսինքն հարցադրումներով, հենց սուր քննադատություններով, բայց շատ կարևոր է այնուամենայնիվ, եթե իհարկե ուզում ես ճշմարտությունը իմանալ, լսել նաև մյուս կողմի կարծիքը, որովհետև կլինի Բեգոյանը, թե կլինի մյուսը, ես օրինակ մեր գիտնականներին ավելի շատ եմ վստահում, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, որովհետև ծառի փոխարինումը որոշելը, դա մի քանի գումարային, այսպես ասած, կոմպոնենտ է, գործոն է պահանջում։ Առաջին հերթին դա ակնադիտականն է։ Այն ինչը որ մեզ թվում է որ կոճղը
առողջ է, դա բացարձակապես չի նշանակում, որ ծառը առողջ է։ Այսինքն ինձ այն օրինակները, որ ինձ ցույց են տվել գիտնականները, ինձ համոզել է, որ մեթոդը գլոբալ եւ ընդհանուր թեղիների հետ կապված գլոբալ խնդիրը Երևան քաղաքում արկա է։ Այսինքն կարող է ինչ որ դեպքում սխալվել են եւ ինչ որ մի բան սխալ են արել եւ այո, այդպիսի բաներ ես չեմ բացառում, բայց որ համատարած նմանատիպ խնդիր կա, այդ մեկը ես վստահորեն բացառում եմ, որովհետեւ այդ սարքն ենք գնել, այդ սարքի միջոցով ենք հասկացել, որ այո, այն ինչ որ այն ժամանակ գիտնականները ասում էին, ճիշտ էին ասում։ Այդ ծառերի մեծ մասը փուչ է եւ իրանք մեծ մասը հիվանդ են։ Եվ իրանք մեղավոր չեն, որ այդպես են։ Հիմա օրինակ այն որ ծառերը անկում են տարբեր հատվածներում, քաղաքի դրանց մեծ մասը թեղիներ են լինում եւ ել չասեմ այլ տարբեր խնդիրները, միջատները եւ այլ եւ այլ եւ այլ։ Եթե հիշացնես մյուս հարցերը, ելի ամեն մեկին կետ անցնեմ։ Մետրոն Երևան քաղաքում վերջին անգամ մետրոյի շինարարություն 30 տարուց ավելի է տեղի ունեցել եւ ամենամեծ խնդրեմը Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման հետ այնա, որ մենք գիտելիքը կորցրել ենք այս ընթացքում։ Այս տասնամյակների ընթացքում մասնագետները գնացել են կամ առհասարակ երկրից են մեկնել կամ առհասարակ կարճ ասած այդ գիտելիքը չկա, բայց որպեսզի հասկանանք թե ինչ է պլանավորում Երևանի քաղաքապետարանը, մի պետք չի ակնկալել շատ արագ արդյունք մի բան, որ դու տասնամյակներով չես արել։ Դու առաջին հերթին պետք է գիտելիքդ վերականգնես այդ հատվածում։ Հիմա իրականում մեր օրինակ նախագծման աշխատանքը ավելի կարճ է տևել, քան մեր երկրում փորձաքննությունները։ Ինչի է այդպես եղել, որովհետև նախագծող ընկերությունը պրոֆեսիոնալ էր, ինքը գիտեր ինչ է անում, ինքը նախագիծը արել է, ներկայացրել է, փորձաքննողները այդ նախագծի վրա սովորել են։ Մեր երկրի բոլոր փորձաքննող մարմինները այդ նախագծի վրա սովորել են։ Մեր փորձաքննությունները էականորեն ավելի երկար է տևել, քան այդ նախագծման աշխատանքը։ Հաջորդ փուլում մենք անելու ենք հետևյալը. մենք վարձելու ենք միջազգային ընկերություն, որը մեզ համար պետքա կառավարի կառուցման գործընթացը։ Եվ մենք երկու կարևոր գործ ունենք եւս անելու։ Մենք մրցույթ ենք հայտարարելու տեղ հսկող ինժեների, ով որ խորը գիտելիքներ ունի հենց մետրո շինության մեջ, ով որ կլինի մեր աչքերը եւ մեր հսկողությունը, եւ իհարկե շինարարության մրցույթ, որտեղ որ պետքա արդեն գա եւ մասնակցի նմանատիպ փորձ ունեցող ընկերություն։ Սա կարճ չի տևելու։ Մյուս տարի մեծ հավանականությամբ շինարարությունը կսկսենք, բայց այս process-ը տենց միանգամից տեղի չի ունենալու։ Եվ առհասարակ յուրաքանչյուր բան, որի գիտելիքը քո երկիրը կորցրել է, վերականգնելը շատ դժվար է։ Վերականգնելը սենց նյարդա, սենց քննադատություն է եւ սա նորմալ է եւ բնական է, բայց ես մի բան գիտեմ, մետրոյի կայարանը կառուցվելու է։ Շատ լավ, մեր ոդքասթի միջնամասում ենք գտնվում ու կարելի ասել Երևանի բազմաթիվ խնդիրներին անդրադարձանք։ Ես իմ վերջին հարցն է քաղաքի մասով, բայց ես նաև ուզում եմ մեկ դիտարկում անել, դուք կարծես թե Լոնդոնում ձեր սովորելու տարիները բավականին դրական են ազդել ձեր վրա ու իմ մոտ տպավորությունն է, որ Լոնդոնի քաղաքապետը, որ հիմա Բրիտանիայի վարչապետն է, ոնց որ թե այդ նույն տրամաբանությամբ իմ մոտ տպավորությունն է, որ Տիգրան Ավինյանը նույնպես ուզում է հաջորդ իր քայլը լինի վարչապետի պաշտոնում։ Այս մասով եթե կիսվեք ուրախ կլինենք եւ հարցս քաղաքի կառավարման մասով։ Պարոն Ավինյան, մենք հիշում ենք 23 թվականի ընտրությունները, իրական ես կուզենայի այս հարցը ի սկզբանե տային, որովհետև ձեր պաշտոնավարման սկիզբն է։ Ես շատ լավ հիշում եմ այդ ժամանակ ինչ լարված իրավիճակ է, որովհետև դուք չէիք ստացել ըստ էության համապատասխան քանակի մանդատներ, որպեսզի ավականու միջոցով ընտրվեիք քաղաքապետ, ու նույնիսկ հանրապետություն խմբակցությունն էլ եթե ձեզ էր միանում, կրկին դա ձեզ չէր բավականացնում։ Ու ես օրինակ ինքս հետևելով քաղաքական իրադարձությունների գրեթե վստահ եմ, որ ավականու նիստ չի կայանա եւ դուք չեք ընտրվի քաղաքապետ ու ասում եմ երբ ճգնաժամ կլինի Երևանում
Ու նաև վերջերս լսում էի ձեր հարցազրույցը, եթե չեմ սխալվում, Մեհեր Բաղդասարյանի տետատետի շրջանակներում դուք բավականին կոշտ, ավելի ճիշտ բացասական տոնայնությամբ խոսում եք Վարդան Ղուկասյանի մասին, դոկ կուսակցության նախագահի մասին է խոսքը, բայց այնպես ստացվեց, որ հենց դոկ կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ դուք ընտրվեցիք քաղաքավետ, այսինքն եթե իրենք չգային ավականու նիստին, դուք չէիք կարող ընտրվել քաղաք։ Իհարկե իրենք եկան եւ ձեզ դեմ քվեարկեցին, բայց փաստացի քվորում ապահովեցին, եւ եթե իրենք քվորում չապահովեին, դուք չէիք ընտրվի։ Փաստացի այդպես է ստացվում։ Իրականում սրա մասին շատ բամբասանքներ կան, օրինակ մեր թաղամասում տաղավարում նստած այդ մեր մեծահասակները, ովքեր նարդի, բլոտ են խաղում եւ այլն, մի անգամ ինձ ասեցին, բա քաղաքապետը, ավելի ճիշտ փոխքաղաքապետը ինչ որ iPhone-ով է կաշառել այդ դոկ խմբակցության անդամներին եւ այլն, ու այստեղ էլի հանրային հաղորդակցության խնդրին ենք անդրադառնում, բայց սա մի կողմ դնենք, ոնց ստացվեց, որ դոկ խմբակցության անդամները որոշեցին, որ կոշտ ընդդիմադիր դիրքերից պետք է իջնեն եւ գան Տիգրան Ավինյանի համար քվորում ապահովեն։ Շատ լավ, շատ հետաքրքիր հարց եւ եթե քաղաքագիտորեն եւ քաղաքականության, այսպես ասած, մի քիչ խորքը նայենք, ինձ թվում է շատ պարզ պատասխան ունի հարցը, որովհետեւ նախ եւ առաջ առաջին հերթին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բոլոր վարչական շրջաններում Երևան քաղաքի ստացել էր ամենաշատ ձայները։ Նախ էս պետք է արձանագրել։ Այն հիմար լեգենդները, որ չգիտեմ քանի տոկոս բան, չգիտեմ ոնց են մանիպուլացնում այդ ամեն ինչը, որ ստացվում է որ մենք ձայն չենք ստացել, իրանք բոլորը մեծամասնություն են, դե բոլոր վարչական շրջաններում, բոլոր 12 վարչական շրջաններում մենք ստացել ենք ամենաշատ ձայները։ Էս մեկ։ Երկրորդ, մեր ավականու, մեր եւ հանրապետություն խմբակցության միասնական ավականու կազմին ընդամենը մեկ ավականու ձայներ պակասում մեծամասնության համար։ Սա երկուս։ Եվ երրորդ, ինչ պետք է տեղի ունենար, եթե այդ նիստը չկայանար։ Ամենայն հավանականությամբ նոր ընտրություններ։ Չէ, օրինակ դոկ խմբակցությունը եւ մյուս կուսակցությունները միավորվում էին եւ ընտրում էին ընդդիմադիր քաղաքապետ։ Այդ եթե տեղի ունենար, տեսեք, էսա քաղաքագիտական ամենակարևոր հատվածը։ Այն process-ը, որ այն խմորումները, որոնք որ տեղի էին ունեցել մինչև այդ նիստը, արդեն իսկ այդ հարցին եւ այդ հանգուցալուծմանը չէին բերել։ Եվ իրականում 3 իրարից ռադիկալ կերպով տարբերվող ուժեր, մտածելակերպով, աշխարհայացով, բոլոր հարցերի նկատմամբ մոտեցումներով 3-ին շատ դժվար է ընտրել կոնսենսուսային ինչ-որ մի մոդել կառավարման։ Եվ այդտեղ իրականում կարծում եմ տեղի է ունեցել ամենապարզ բանը, որ կարող էր տեղի ունենալ։ Այսինքն յուրաքանչյուրը իր համար, ամեն խմբակցություն իր համար որոշել է, թե ինքը ինչ է անելու։ Եվ ինչի եմ ես ասում, որ նոր ընտրություններ պետքա տեղի ունենային, եթե չկայանար, որովհետև դա էր վերջնական կետը։ Ինչ էր տեղի ունենալու այն դեպքում, եթե նոր ընտրություններ տեղի ունենային, օրինակ նույն ձեր ասած մատնանշած խմբակցության համար, կա հավանականություն, որ էլ իրանք կարողա չանցնեին կամ այդ խմբով չանցնեին։ Այստեղ արդեն աշխատում է արդեն ամեն մի խմբի անհատական քաղաքական շահը։ Եվ այդտեղ իրենց շահը տեսան այնտեղ, որ իրենց ավականու մանդատները պետքա պահպանեն եւ ունեն օրակարգ, այդ օրակարգով պետքա գան։ Այսինքն այդտեղ շատ խորը բաներ պետք չի։ Ուղղակի անոմալիան գիտեք որն է, որ մի կուսակցության ղեկավար, որ ամեն օր ուղիղ եթերում ամենակոշտ ձևով, ամենաբացասական տոնայնությամբ նույնիսկ անթույլատրելի ձևով ինչ ասես ասում է իշխանությանը, բայց մի օր դուրք է տալիս, որ դե քաղաքի կառավարումը որպեսզի ճգնաժամի մեջ չի գնանք։ Ես կարող եմ ասել հետեւյալը, այդ տեսակ մարդկանց հետ առհասարակ մենք երբևէ ոչ խոսել ենք, ոչ խոսելու ընդհանուր բան ենք ունենալու, ոչ է երբևէ կխոսենք։ Եվ հետևաբար թե իրենց անհատական շահից ելնելով իրենք ինչ որոշումներ են կայացնում, դա կարող է ինչ որ միտեղ դա ձեռնտու է մի ուժին, ինչ որ միտեղ դա ձեռնտու է մեկ այլ ուժին, բայց անկեղծ ասած այդ տեսակ քաղաքական ուժեր հայկական դաշտում ուղղակի չպետք է լինեն։ Չպետք է լինեն։
Ընտրությունների կոնտեքստում նաև դիտորդական առաքելությունները շատ ժամանակ ահազանգներով ու հրապարակումներով էին հանդես գալիս, պայմանավորված վարչական ռեսուրսի չարաշահման հետ, նաև ռուսական անձնագիր ունեցող մի հատ բլոգեր կար, ինքը ձեր հավաքին մարդկանց vox pop էր անում ու ասում էին, որ դպրոցի տնօրեններ են, դասատուներ են, այդ մարդիկ իրենք խոսում են, կոլեկտիվով են եկել եւ այլն ու այդ դեպքը ոնց որ նաև Երևանի ընտրությունները ինքը շատ դեպքերում հիշվում է որպես այդ բարքերի կամած վերադարձ ու այդ առումով ընտրությունները ընդհանուր առմամբ ստվերել է նաև մի հետաքրքիր դրվագ կար ամփոփիչ հանրահավաքը քաղաքապետարանի շենքի դիմաց նաև շատ մարդիկ խոսում էին որ այդտեղ մարզերից բերված մարդիկ կային հա մի երկուսին ոնց որ դեմքով ես ճանաչում եմ բայց հաստատ չեմ կարող ասեմ նաև այդ մեղադրանքը կար ու ոնց որ չեք կարծում որ նաև այդ մոտեցումն է պատճառը որ այդքան ցածր մասնակցություն է եղել ու օրինակ 1 միլիոնանոց քաղաքում եթե չեմ սխալվում դուք 74000 ձայնով եք դարձել քաղաքապետ ու նաև որն է լինելու այս եկող ընտրությունները էլի մարդիկ ինչ սպասեն Նախ եկեք հասկանանք թե ինչ ժամանակաշրջանի մասին ենք խոսում 2023 թվականի այդ շրջանը բավականին ծանր շրջան էր երկրում Եվ եթե հիշում եք Լաչինի միջանցքը փակեր այդ ժամանակ եւ իրականում ընդհանուր տրամադրությունները բավականին դեպրեսիվ էին եւ հերանեկարել այնպես չի որ արդեն շատ տեսանելի էր այդ ժամանակ Հիմա պատկերը իհարկե շատ այլ է, փոխվել է շատ բան, բայց այնուամենայնիվ այն ժամանակ այն իրավիճակը որ կար երկրում, ինքը այդքան էլ տենց ընտրությունների ու տենց լավ տրամադրության մասին չէր։ Եվ այդտեղ մտահոգություններ անվտանգային հարցերի վերաբերյալ շատ խորն էին եւ շատ խիստ էին եւ եկեք լինենք անկեղծ մունիցիպալ հարցերը չէին, որ առաջնահերթ էին մարդկանց համար։ Սա մեկ։ Երկրորդը ինչ վերաբերում է վարչական ռեսուրսին տեսեք սա գիտեք դա մենք ավանդաբար ինչ որ ունենք հիշողության մեջ որոշակի վերքեր եւ տրավմաներ որոնք որ ինչ որ բաների հետ կապված են եւ ինչ որ տեղ կոնտեքստից դուրս սկսում են կապվել նաեւ ասենք իրականության հետ կապ չունեցող բաների։ Ինչ է նշանակում վարչական ռեսուրսի օգտագործում։ Երևան քաղաքում մեզ ընդամենը 53 ձայներ պակասում, 53 ձայներ պակասում, որպիսի մենք ձևավորեինք մեծամասնություն ավականու։ Այսինքն մենք եւ հանրապետությունը միասին։ Եվ իրականում վարչական ռեսուրս ասվածը ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մարդիկ պարտադրաբար տարվում են հավաքների, մարդիկ պարտադրաբար տարվում են ընտրության։ Եկեք մի հատ այդ ընտրության մասնակցության թվերը նայենք։ Մենք տեսնում ենք այնտեղ, որ պարտադրաբար մարդիկ տարվել են ընտրության, միայն Երևան քաղաքի, Երևանի քաղաքապետարանի ներքո աշխատում է 33000 մարդ։ Եթե իրենց ընտանիքները միասին վերցնենք, դա գալիս է, չգիտեմ, մոտ 120000 մարդ։ Ամբողջ կներեք, ամբողջ պետական համակարգը միասին մոտավորապես մի 300000 մարդ է, 400000 մարդ է Երևան քաղաքում իրենց ընտանիքներով հանդերձ։ Եվ իրականում, երբ որ մենք խոսում ենք վարչական ռեսուրսից, դա տենց ուղղակի ծիծաղելի է, այսինքն ընտրությունների արդյունքները եւ վարչական ռեսուրսի մեղադրանքը իրար հետ անհամատեղելի են, որովհետեւ ես ձեզ վստահեցնում եմ, որևէ մի իշխանություն, եթե որոշի վարչական ռեսուրս կիրառի, համատարած, ինքը այո, մեկ անգամ դա կարող է իրականացնել, բայց ես հուսով եմ, մեր ժողովուրդը դա ընդհանրապես թույլ կտա մեկ անգամ։ Այսինքն վարչական ռեսուրս կիրառելը դա տենց ինքը մասսայաբար ընտրությունների մասնակցություն է նշանակում։ Երևան քաղաքում որևէ վարչական ռեսուրս չի կիրառվել։ Ու երբ որ մենք ասում ենք, օրինակ, մարզերից մարդիկ էին եկել, Ժողովուրդ ջան, հիմա անկեղծ լինեմ, հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ միտեղ երբ որ հայտարարում է, որ գնալու է, շատ եւ շատ հազարավոր մարդիկ ուզենալու են գնան իրեն տեսնեն։ Կարող է դուք չեք ուզենալու, Յուրի ջան, կամ դուք
Յուրի ջան, բայց հազարավոր մարդիկ, ես ձեզ վստահեցնում եմ, իրեն ուզենալու են եւ գնալու են եւ տեսնելու են։ Ես ուղղակի վարչական ռեսուրսի հետ կապված մի քիչ այդ ծավալի առումով տենց այդքան է համաձայն չէ, որտեվ գիտեք, նախ առաջին կարողունակությունը այդքան է հերիք է, որ այդքան ոնց որ ինչքան կարողացե արել եք, հավաքել եք այդքան։ Ինչ վերաբերում է այդ մի քանի տասնյակ ձենը եթե պակասել է, դա արդեն ընտրակեղծարարության մասին է, այսինքն պետք է այնտեղ որովից է նկարչություն անեք, այդ հարցը լուծեք, մենք չենք ասում էլի, որ ընտրությունները քաղաքացիական պայմանագիրը կեղծել է, նման հարց չենք բարձրացնում, բայց երբ որ օրինակ տեսնում ենք, ես Քարոզարշավին սկզբից մինչև վերջ իրականում հետևել եմ եւ այնտեղ մեխը որն էր, որ ամեն նախ դուք մի տարի առաջ դարձակ բան, պաշտոնակատար կամ տեղակալի կարգավիճակով կառավարում էիք, բոլոր Երևանի քաղաքապետարանի ռեսուրսները ձեր ենթակայության տակ էր, դուք այդ ժամանակ հիմնականում երևացող գործերն էր արվում, այսինքն այդ այգիների բարեկարգումը, մյուսը, որը որ բնակիչների աչքին երևում է, դրան զուգահեռ ձեր քարոզարշավի ժամանակ ոնց որ ամեն թաղամասում ձեզ դիմավորում էր այն վարչական շրջանի ղեկավարը, ով այդ բան արձակուրդում է այդ պատկերն էր էլի լինում ու այս պարագայում երբ որ նայում ես որոշակի առումով վարչական ռեսուրս կարելի է էլի ասել որ Յուրի ջան, բոլոր այդ մարդիկ մեր ցուցակի անդամներ են։ Ոնց եք պատկերացնում, ավական ու ցուցակի անդամները Քարոզարշավին չմասնակցի։ Բոլոր վարչական շրջանների ղեկավարները իրենք ավականու անդամի տեխնացուներ են եղել եւ այդ թիմի անդամներ են իրենք շատ պարզ քաղաքական տրամաբանություն է այսինքն ոնց կարային այդ մարդիկ Քարոզարշավի գործընթացին չմասնակցեն ոնց որ ինքը ակտիվ դեմքն է էլի ինքը դիմավորում է ինքը թաղապետն է գործող արդեն հակաքաղաքական թեզեր են հիմա այն ինչ որ դուք ասում եք խնդրում եմ մի վիրավորվեք բայց այն ինչ որ դուք ասում եք իրապես հակաքաղաքական են այսինքն երբ որ մենք ունենք քաղաքական թիմ Եվ այդ քաղաքական թիմը մասնակցում է ընտրությունների, հիմա օրինակ ես Երևանի քաղաքապետն եմ եւ ես վերջի ընտրություններին իմ դեմքով արձակուրդ եմ գնացել, ցուցակում ներգրաված եմ եղել եւ մասնակցել եմ քաղաքական ընտրություններին։ Դա կարող ենք ասել, որ չարաշահում ենք վարչական ռեսուրսը։ Թաղապետի առումով ես համաձայն եմ, այդ պատասխանը իմ համար սպառիչ է իրականում ու հա, որ sense նայում եմ ինքը քաղաքական տրամաբանություն ունի, ընդունում եմ դա։ Բայց ինչ վերաբերում է դասատուներին, մյուսներին այդ մի տարի շուրջ ձեր այնտեղ գնալը ռեսուրսները օգտագործելը ինքը նաև շատ զեկույցներում է գրվել ու ոնց որ մեկ դիտարկում էլի այդ մասով։ Գուցե ես այդ վարչական ռեսուրսի չարաշահում որ ասում ենք, ես չեմ պատկերացնում որ այդպես մարդկանց տիպողաբար բռնի ուժով օրինակ եթե մեր քանի որ ժողովրդավարական մշակույթը դեռ կայացած չի Հայաստանում օրինակ եթե դպրոցի տնօրենը մտնի ուսուցիչներին ասի դե լավ կլինի որ գաք Տիգրան Ավինյանի հանրահավաքին իրանք կմտածեն ես ձեզ վստահեցնում եմ ոչ մի դպրոցի տնօրեն չի մտել ու տենց օրինակ եմ տեսակ որովհետև ես չեմ մտածում որ մի դպրոց լինի ամբողջ անձնակազմը ձեզ սիրի ես ձեզ վստահեցնում եմ դպրոցի տնօրենը եթե մտնի ու տենց բան ասի բոլորը գրեթե բոլորը մեկ մարդու պես կգային եւ այդտեղ միակ բանը որ կարող է տեղի ունենա ուղղակի ինֆորմացիան հասելա որ գալու է այս մարդը բայց երբևէ արգելված է եղել ղեկավարներին տնօրեններին վարչության պետերին իրենց աշխատակիցներին ուղղորդել եւ ես ձեզ նորից եմ վստահեցնում ասում եմ եկեք ես էլ իմ դիրքից ասեմ էլի այնուամենայնիվ վարչական ռեսուրսի չարաշահումը դա շատ լուրջ մեղադրանք է եւ այն ինչ որ տեղի էր ունենում հավաքներին որ օրինակ ինչ որ մի տեղից ինչ որ մի դասատու կամ ինչ որ մի տեղից ինչ որ մի դաստիարակ եղել է դա չի նշանակում որ ամբողջ դպրոցը կամ ամբողջ մանկապահովը ուզեցել է կոլեկտիվով եկել ենք օրինակ 130 դպրոցով եկել ենք Տիգրան Ավինյանին աջակցենք օրինակ սենց են ասում լավ եթե եկել են այդ մարդիկ ինձ աջակցեն Ինչ ունեք դուք դրա դեմ Չէ, ոնց որ տեսեք Ես մի բան ասեմ կողմ եմ ուղղակի կասկածը իմ մեջ մտել որ տեսեք այդ կասկածը որ ձեր մեջ մտել է վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում հիմնանորոգվել եւ կառուցվել է 45 մանկապարտեզ 45 չգիտեմ այն ազգային ժողովում ինչ հիմարություններ են
խոսում, բայց ասենք դա փաստ է 45 մանկապարտեզ վերջին շրջանում հիմնանորոգվել եւ կառուցվել է։ Չէ, Ոնց է կառուցվելը կարծում։ քիչ ա եղել։ Ասում են մեկ թվով եք ներկայացնում։ Օրինակ քանի մանկապարտեզ է կառուցվել Երևանում։ Ես ասել եմ Վերջին 8 տարին։ հիմնանորոգվել եւ կառուցվել։ Այդ հիմնանորոգվել եւ կառուցվելի մեջ մտնում է շատ դեպքերում, մոտավորապես մի 8-ից 10 դեպք, երբ որ քանդվել զրոյից է կառուցվել եւ մոտավորապես 3-4 դեպք, երբ որ առհասարակ այդտեղ մանկապարտեզ չի եղել, այդտեղ կառուցվել է։ Այսինքն տենց հիմա որ համարում ենք 72 թվականին կառուցված շենքը տենց արդեն մոտավորապես որ փլատակա հիմա դարձել է լրիվ նոր Չէ, ուղղակի մանկապարտեզ։ ֆիքսենք, որ զրոյից չի կառուցվել։ Զուտ ձևակերպման Ո՞վ է իմաստով։ դա ասում։ Չէ, Դա դե սուտ դուք է չարձակ, խոսում։ դե դուք ասեք, ինչքան է կառուցվել։ Նա սուտ է Զրոյից խոսում, քանի Յուրի։ մանկապարտեզ է կառուցվել Երևանում։ Դուք այդ նոր խոսում ենք հանրային 4 4, ահա, ֆիքսեցին։ Բայց եթե խոսում ենք այն մասին, հիմա լավ, այս չենք հաշվում, այսինքն որ զրոյից որ քանդել ենք ու զրոյից կառուցել ենք, դա չենք հաշվում, որ կառուցել ենք։ Չէ, ուղղակի առանձին վիճակագրություն է, որ Եկեք բառախաղ խաղանք։ Եկեք բառախաղ խաղանք, տեսնենք հա 0 չենք կառուցել։ Համենայն դեպս այդ դաստիարակները տեսնում գնահատում են այդ մեր չկառուցած բանկապարտեզները։ Իսկ էկող ընտրություններին դուք առաջադրվելու եք որպես տեխնացու։ Դեռ չեմ որոշել, Յուրի ջան։ Կյանքը ցույց կտա։ Ես քանի որ Կախված է առաջին հերթին բոլոր այն ծրագրերից, որոնք որ նախանշել ենք, եւ եթե նախանշած ծրագրերը իրականացվեն կամ հենց մեծերը ընթացք ստանան, կարծում եմ այո։ Եթե ոչ, ես կհամարեմ, որ բավարար ջանք չեմ գործադրել եւ բավարար ունակ չեմ եղել իրականացնելու այն ինչ որ խոստացել եմ եւ Այսինքն, եթե ձեր ծրագրերը չիրականանան, 28 թվականին դուք խոստանում եք, որ չեք առաջադրվի։ իհարկե, եթե իմ ծրագրերը չիրականանան, իմ առաջադրվելու իմաստը ո՞րն է։ Առհասարակ յուրաքանչյուր քաղաքական գործիչ մի կարևոր գործոնի հետ պետք է հաշվի նստի, դա ժամանակն է, եւ ժամանակը ամենակարևոր գործոնն է մեր դեպքում։ Մեզ տրվում է հնարավորություն X ժամանակում իրականացնել Y աշխատանք։ Ուղղակի ինչի է այս հարցը տալիս, որովհետև քաղաքացիական պայմանագիրը միշտ ունենում է նախընտրական ծրագիր, հետո որոշ կետեր հիմնավորում ինչու չեն իրականություն դարձել, բայց չեն հրաժարվում, էլի, օրինակ վարչապետի տեխնացուի փոփոխություն չի լինում։ Ինձ թվում է համաձայն եք, որ նախընտրական ծրագրի, օրինակ 21 թվականի եթե նախընտրական ծրագիրը նայենք, կան կարևոր հարցեր, որ չեմ ասում ամբողջովին, բայց եղել են շատ տարբեր քաղաքական իրողությունների մեկնաբանությունը պետքա կներեք բառիս համար, սա բան չի էլի, սա ուղղակի տենց վիրավորական բառ չի։ Ինքը բութ մեկնաբանություն չպետք է լինի, բութ նկատի ունեմ տափակ, որովհետև իրողությունները քաղաքական փոխվում են, անվտանգային իրողությունները փոխվում են եւ մենք միայն մեր այսպես ասած փուչիկի մեջ չենք ապրում։ Մեր շուրջը աշխարհը փոխվում է եւ այո, քաղաքականության մեջ ճկունությունը շատ կարեւոր է, բայց եթե օրինակ խոսքը Երևան քաղաքի ծրագրերի մասին է, որոնք որ այդքան էլ կապ չունեն միջազգային հարաբերությունների անվտանգային միջավայրի հետ, այդտեղ օրինակ հա ես համաձայն եմ, որ ավելի ստատիկ պետք է լինի ծրագիրը, որովհետև 2021 թվականի ծրագիրը մեր ընդհանուր համապետական ընտրությունների եւ 26 թվականի այո դրանք տարբեր էին, ես ասեմ 18-ից առհասարակ շատ ավելի տարբերվող էր 26 թվականին եւ դա պարտադրված էր մեզ նոր հրամայականներով անվտանգային եւ նոր բաներով, որոնք որ ուղակի ջրի երես էին դուրս եկել։ Ինչ վերաբերում է օրինակ, չգիտեմ, կասկադ համալիրի կառուցմանը կամ չգիտեմ նոր ճանապարհների կամ նոր այգիների կառուցմանը, այդտեղ այդ խնդիրները մեկը կան եւ մնում են կամ վերելակների փոխարինմանը։ Ես ասեմ ավելին, Երևանի քաղաքապետարանի ներքին օգտագործման ծրագիրը տրելոն ինքը հիմնված է մեր նախընտրական ծրագրի վրա։ Բոլոր այն
խոստումների վրա, որ մենք տվել ենք եւ այն ժամկետների վրա, որոնք որ տվել ենք։ Հիմա կան բաներ, այնուամենայնիվ կան բաներ, որոնցից հրաժարվել ենք։ Օրինակ էստակադաներ եւ թունելներ, որոնք որ աղճատում են քաղաքային միջավայրը։ Հրաժարվել ենք դա Արշակունյաց պողոտայում Հայրենիքի հատվածում եւ բոլոր այն հատվածներում, որտեղ որ այդ հրապարակները կաղճատվեին։ Եվ ճարտարապետների կարծիքը լսել ենք, ասել ենք կներեք, սխալ ենք եղել, այս ծրագրերը հանում ենք մեր նախընտրական ծրագրից։ Բայց մնացած բոլոր դեպքերում չգիտեմ, կանաչապատման տարածքների ավելացում, ոռոգման համակարգերի ավելացում, վերելակների փոխարինման ծրագիրը, ճանապարհների նոր կառուցման ծրագիրը, մետրոն եւ մնացյալ բոլոր ծրագրերը նրանք ակտուալ են եւ չեն կարող փոխվել։ Ես զուտ իմ այդ բութ մեկնաբանությունը ինչ նկատի ունի, էլի, նույն ձև Երևանի խնդիրը իմ կարծիքն է, որ կարող են արտաքին միջավայրից ելնելով փոփոխվել եւ դուք կարող եք օրինակ հիմնավորել, որ օրինակ, հա, չգիտեմ, կլիմայական պայմանները փոխվել են, Ռուսաստանը սանկցիաներ կիրառեց, չկարողացանք մետրոյի համար մասնագետ գտնել, այսինքն իմ համոզմունքը այստեղ ձեր կարծիքից տարբերվում այն առումով, որ ես նույնպես համարում եմ, որ Երևանի խնդիրներն է կարող են արտաքին միջավայրով պայմանավորված փոխվել, եւ ինչպես համապետական մակարդակում, այնպես է Երևանի մակարդակում, օրինակ նախընտրական ծրագիրը չիրականանա։ Դուք ուրիշ բան, որ ուրիշ ձև եք։ Չիրականանան Յուրի ջան, նախ Երևան քաղաքի դեպքում, այո, ամեն ինչ էլ կարող է լինել, Աստված մի արասցե, աստերոիդ ընկնի, ասենց ամբողջապես մեր իրականությունը փոխվում է եւ Երևան քաղաքի խնդիրները փոխվում են, բայց այս պայդրությամբ մեր նախընտրական ծրագրի մոտավորապես ոնց մի 60-70%-ը արդեն իսկ իրականացված է։ Այսինքն բոլոր այն խնդիրները, որոնք որ մենք նախանշել էինք, սկսած գազելների վերացումը, չգիտեմ, վերելակների փոխարինումը, բակերի կառուցումը, մենք մոտավորապես տարեկան 130 բակ ենք կառուցում Երևան քաղաքում եւ դա տեսանելի է արդեն։ Ֆուտբոլի դաշտեր ենք կառուցում եւ դա տեսանելի է արդեն։ Այսինքն ուզում եմ ասել, այն ինչ որ մենք նախանշել ենք, մենք դրա 60-70%-ը իրականացրել ենք։ Օրինակ կարող է երիտասարդների ներգրավման մասով բավարար չենք նշել, կարող է։ Եվ դրա համար օրինակ մենք փորձում ենք երիտասարդական խորհրդի կամ նմանատիպ ֆորմատների միջոցով հասկանալ իսկ ինչն է ակտուալ այդտեղ, որը որ մենք բաց ենք թողել։ Քանի որ քաղաքային թեմաները հիմնականում մենք խոսեցինք, ճիշտ է, այնտեղ ավելի շատ ծավալվելու տեղեր կան, մասնավորապես այդ խոստումների իրականացման հետ 60-70% է, թե մի քիչ այլ կերպ հաշվենք, կարծում եմ որոշ դեպքերում այդ տոկոսը կփոխվի կատարողականի, համենայն դեպս դեռ ժամանակ կա, դա հետո էլ կլինի ուսումնասիրել կամ հասկանալ։ Իսկ հիմա ես կառաջարկեի, քանի որ մեր մասնակիցներից Լևոնը հարցեր ուղղել, հիմնականում ձեր քաղաքական պասիվության, որոշ շրջանում նաև տենց քննարկումներ կային, որ դուք հա եթե նոր բան է ինչ-որ ես առաջարկում եմ այնուամենայնիվ հնչած հարցի մասին խոսենք, քանի որ հնչել է, եթե ժամանակ մնա, հա։ Ես քաղաքական առումով պասիվություն չեմ կարծում, որ դրսևորել եմ որևէ փուլում, այլ բան է, երբ որ շատ կենտրոնացած ես լինում քաղաքային հարցերի վրա, երբ որ քաղաքապետն ես, ավտոմատ ավելի շատ լսելի է այն ինչ որ դու խոսում ես քաղաքի մասով, բայց ես եղել եմ մեր կուսակցության վարչության անդամ բոլոր տարիների ընթացքում նշված եւ եղել եմ քաղաքական ակտիվ process-ների մեջ։ Արդյոք այստեղ սենց ասեմ, մենք ունեցել ենք տարաձայնություններ։ 2021 թվականին մենք շատ կոնկրետ թեմայի շուրջ ունեցել ենք տարաձայնություններ եւ 2021 թվականին ես նախընտրական ցուցակում ներգրաված չեմ եղել եւ տարաձայնությունները բարձրաձայնել եմ այն ժամանակ կապված են եղել, որ այդ ցուցակում մենք ներգրավել էինք, մեր կուսակցությունը որոշել էր ներգրավել մարդկանց, ովքեր որ իմ պատկերացմամբ չպետք է լինեին ոչ ազգային ժողովում, ոչ գործադիրում եւ այդ մարդիկ պետք է զբաղվեին բիզնեսով։ Եվ բայց այնուամենայնիվ դա եղել է, այսպես ասած, ներքին որոշակի քննարկում եւ տարաձայնություն, որը այո, նաեւ հանրայինն է դարձել, բայց դա չի նշանակում, որ ես որևէ մի փուլում
որևէ մի փուլում հրաժարվել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարախոսությունից կամ այդ կուսակցության անդամ չեմ եղել, ասեմ ավելին, ամբողջ այդ ընթացքում եղել եմ վարչության անդամ, այսինքն ղեկավար կազմի անդամ եմ եղել մինչ այսօր։ Գործարի հետ կապված Խաչատուր Սուքեսյանի մասն է խոսքը։ Մի քանի հոգի ունեինք, անկեղծ ասած այդտեղ նույնիսկ անձը կարևոր չի, բայց իմ կարծիքով այդտեղ մենք այն ժամանակ որոշ ինչ որ մտայնություններից ելնելով տենց որոշումներ կայացրեց կուսակցությունը, որը որ հետո փոխեց, այնուամենայնիվ ինքնաբերաբար այդ խնդիրը լուծվեց։ Շնորհակալություն։ Եվ այդտեղ էլ շատ կարևոր է։ Այս հարցը շատ իհարկե ունի նյուանսներ։ Ինչի պետք չի, որ շատ խոշոր կապիտալով մարդիկ լինեն իշխանության ղեկին։ Ինչով է դա վտանգավոր։ Մենք ունենք կոնկրետ նախադեպեր եւ տեսել ենք, թե ինչպես է լինում, երբ որ շատ խոշոր կապիտալով անձինք գալով իշխանության ստեղծում են խնդիր երկրի համար գլոբալ, որովհետև այնուամենայնիվ շատ խոշոր իրանք ոչ թե վատ մարդ կամ լավ մարդու հարց չի, այստեղ ինստիտուցիոնալ մոտեցման հարց է։ Եվ իրականում շատ խոշոր կապիտալով մարդը ունի շատ խոշոր շահեր տվյալ երկրում, եւ իր շատ խոշոր շահերը ինքնաբերաբար ուզի թե չուզի ինչ որ մի փուլում իրեն հասած իշխանությունը կարող է օգտագործել այդ շահերը սպասարկելու համար։ Եվ այդ շատ խոշոր շահերը արդեն այդտեղ արդեն տենց մեծ վտանգ է ստեղծում երկրի տեսանկյունից, որովհետև խոսքը չի գնում ընդամենը մի քանի միլիոն դոլար ունեցող մարդկանց մասին կամ նույնիսկ մի քանի տասնյակ միլիոն դոլար ունեցող մարդկանց մասին, որը օրինակ իմ կարծիքով այդքան էլ մեծ խնդիր չէ լինի։ Երբ որ արդեն այդ կապիտալի թիվը շատ մեծ է եւ արդեն տնտեսության ինչ որ մի մաս է, դա վտանգ է ստեղծում երկրի համար որպես տենց ընդհանուր վտանգ։ Շնորհակալություն, առաջարկում եմ նորից դահլիճից հարց վերցնենք եւ խոսափողը տրամադրենք Էմանուել Մնացականյանին։ Բարև ձեզ, Էմանուել Մնացականյան, Երևանի պետական համալսարան։ Ես վարչական ռեսուրսի չարաշահման մասով մի այսպիսի հարց ունեմ, չգիտեմ ծանոթ եք թե չէ, փաստերի ստուգման հարթակի հետազոտության, հետաքննության ավելի ճիշտ, երբ որ իրենց ներկայացուցիչները գաղտնի տեսանկարահանումներով շրջել են Քանաքեր Զեյթունի որոշ տնտեսվարողների խանութներում եւ այլն, ունտեղ շատ հստակ այդ բոլոր տնտեսվարողները փաստում էին այն մասին, որ իրենց ապակիներին կպցված Նիկոլ Փաշինյանի պոստերները նախընտրական պոստերները կպցվել են Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի կարգադրությամբ։ Մեծամասնությունն այդ տնտեսվարողների ասել են այս ամեն ինչը։ Ուզում եի ձեր տեսանկյունը իմանալ այս հարցի շուրջ ու թե ինչ կասեք այս անգամ վարչական ռեսուրսի չարաշահման մասով։ Շնորհակալություն։ Դե գիտեք, հենց դեպքը չեմ կարող մեկնաբանել, որովհետև դեպքին ծանոթ չեմ, առաջին անգամ ձեզանից լսեցի հենց նոր։ Բայց որ մեր եւ ոչ միայն մեր պաստառները շատ դեպքերում տեղակայված էին այնպիսի տեղերում, որտեղ որ չպետք է լինեին, դա այո, ես կարող եմ փաստել։ Եվ դա միայն մեզ չէր վերաբերվում իրականում, եթե մենք ազնիվ լինենք, շատ տարբեր ուժերի պաստառներ կային շատ տարբեր հատվածներում եւ չպետքա լինեին։ Եվ այդ առումով, եթե հենց մի քիչ էլի օբյեկտիվ լինենք, կարող է այո, մեր պաստառները շատ էին, որովհետեւ մեր աջակիցների քանակը նույնպես շատ էր։ Ես օրինակ նաև շտաբը, հենց ինքը բուն շտաբը փորձել է կանխի այդ տգեղ պատկերը, որ առհասարակ ինչ որ մարդիկ սխալ տեղերում մեր պաստառը չկպցնեն, որպեսզի այս տեսակ բաներից մենք խուսափենք։ Բայց ուզում եմ ասել, դա տենց համատարած բոլոր տեղերում կար եւ այդ նաեւ այդ տեսողական չափից շատ աղբը, որ ստեղծվել էր, նույնիսկ վնաս էր տալի, կարծում եմ, ոչ միայն մեզ, նաեւ այն մարդկանց, ովքեր որ մյուս ուժերին, ովքեր որ նույնը անում էին։ Ես չեմ ուզում մի բան մեկնաբանել, որը ձեզանից հենց նոր լսեցի։ Անկեղծ ես չգիտեմ։ Զուտ պետք է խնդրենք Դանիել Յոհաննիսյանին հաղորդում ներկայացնի կամ նաև ձեզ նույնպես խնդրեմ, մեծ սիրով ուշադիր կլսեմ այդ հաղորդման մանրամասները։
Ես քանի որ ներքաղաքական հարցերն ենք քննարկում, հիմա ես վստահ եմ էլի, որ կոմենտներում գրելու են, բա անիֆից ինչու չեք հարց տալիս, քանի որ ես այդպիսի հարցազրույց չեմ տեսել, որ ձեզ չուղեն այդ հարցը, բայց ես ուրիշ տեսանկյունից եմ ուզում այդ հարցը ուղղել, քանի որ գրեթե բոլոր տեսանկյունից այդ հարցը ուղղել են եւ անկեղծ ես չեմ բավարարվել, դրա համար չեմ ուզում որպեսզի կրկնություն լինի, բայց մի ուրիշ բան եմ նկատել, պարոն Ավինյան, տեսեք, օրինակ, երբ որ ձեզ անիֆից հարցում են, դուք ասում եք խնդիրներ կան, եղել են ավելի ճիշտ, բայց ընդհանուր առմամբ ինքը դրական պրոյեկտ է, վերջերս նույնպես ամենաթարմ հարցազրույցում դուք ասում եք շատ դրական է, շատ լավն է եւ այլն եւ այլն։ Բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշյանը ձեզ հետ համաձայն չէ։ Իրեն հարցում են ինչպես է գնահատում անիֆի աշխատանքը, ինքը էսպես է պատասխանում, ուղղակի ցիտեմ։ Ոնց եմ գնահատում, գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ։ Այնուհետև ավելացնում է. ես դա համարում եմ նաև վստահության անթույլատրելի չարաշահում։ Ինձ նախ հետաքրքիր է դուք համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ այս հարցում թե ոչ, եւ նաև ում վստահությունն է, ով է Նիկոլ Փաշինյանի վստահությունը չարաշահել այս պարագայում ըստ ձեզ։ Առաջին հերթին, որ ձախողում էր, դրա հետ միանշանակ համաձայն եմ, բայց որ ինքը վատ բան էր եւ որ իր մեջ խնդիրները շատ էին, դա իրականության իմ կարծիքով ոչ միայն չի համապատասխանում, այլ յուրաքանչյուր մարդ, ով մի փոքր հենց դետալների մեջ է խորանում հարցի, կհասկանա, որ իրականում անիֆը մի կառույց էր, որը որ հավաքագրել էր բավականին հմուտ մասնագետների, բոլորը հիմնականում արտերկրում կրթված մարդկանց։ Անիֆը տարեկան անցնում էր 1 կամ 2 աուդիտ եւ դա անում էր կամ KPMG-ն կամ Grant Thornton-ը եւ ամենայն հարգանքով մեր բոլոր վերահսկող մարմինների նկատմամբ ես այնուամենայնիվ Grant Thornton-ի եւ KPMG-ի արված աուդիտները ինքս կարդացել եմ եւ որոշ առումով տենց ինձ մոտ որոշակի հարցեր առաջանում են այն վերահսկողական մարմինների արված աշխատանքի հետ, որոնք որ տենց դրանց հակադրվում են։ Եվ իրականում անիֆի ամենամեծ խնդիրը կայանում էր նրանում, որ ինքը հակահամակարգային էր։ Այսինքն ինքը մի համակարգ էր, որը որ առաջարկում էր լուծումներ, որոնք որ առաջարկում էին միջազգային ֆինանսական խոշոր կորպորացիաներ, օրինակ IFI, օրինակ World Bank, օրինակ EBRD-ն, այսինքն անում էր այն, ինչը անում են միլիոնավոր դոլարներով տարբեր խորհրդատուներ, եւ այդ միլիոնավոր դոլարները այնուհետեւ մեր երկիրն է վճարում։ Եվ անիֆի ամբողջ իմաստը կայանում էր, որ նմանատիպ ուժ եւ կարողություն ստեղծվի մեր երկրում, եւ այդ ուժն ու կարողությունը օգտագործվի ի նպաստ երկրի եւ արժեք ստեղծի երկրի համար։ Անիֆը այդ ճանապարհով գնում էր։ Որտեղ կային խնդիրներ։ Խնդիրներ կային սկսած նրանից, որ աշխատավարձերը բարձր էին այնտեղ։ Եվ երբ որ աշխատավարձերը անհամաչափ ինչ որ մի համակարգում բարձր են, այն մյուս համակարգը, այսինքն ընդհանուր պետական համակարգը պարզ եւ բնական այդպես sense խնդիրներ է ստեղծվում այնտեղ, սկսած պրիմիտիվ խանդից, ավարտած նրանով, որ առհասարակ գործերը սկսում են դժվարանալ անիֆի։ Ինչ վերաբերում է արդյոք այնտեղ ամեն ինչ իդեալական էր, վստահ եմ ոչ մի այդպիսի տեղ չկա, բայց եթե օրինակ համեմատենք մեր պետական համակարգի տարբեր մարմինների հետ, եւ ես սա ասում եմ առանց մի կաթիլ կասկածի, անիֆը արդյունավետությամբ շատ ավելի բարձր էր, բայց որ ձախողում էր, դա միանշանակ, ձախողում էր ինչու, որովհետեւ այնուամենայնիվ իր արժեվ դրված նպատակներին ինքը չհասավ, այսինքն այն ծրագրերը, որոնք որ նախանշել էր անիֆը, հա մի մասը ստացվեց, մի մասը մնաց կիսատ, եւ իրականում որոշ դեպքերում դա այո անիֆի խնդիրներ, բայց հիմնականում ես կարող եմ վստահորեն ասել, որ դա հենց նույն իմ խնդիրներ եւ պետական համակարգի մյուս մարմինների խնդիրներ։ Իսկ այդ վստահության չարաշահման մասով վարչապետը ձեզ նկատի ուներ, ձեզ թե այլ մարդու։ Ես կարծում եմ տնօրենին նկատի ուներ վարչապետը, բայց ես
կան հարցեր, որտեղ որ մենք չունենք համաձայնություն վարչապետի հետ, այս այդ հարցերից մեկն է։ Հաջորդ հարցի համար խնդրում եմ բարձրախոսը տրամադրեն Գայանե Մխիթարյանին։ Բարև ձեզ, ես Գայանեն եմ Վանաձորից եւ ինձ մի հարց է հետաքրքրում։ Շատ հայտնի է, որ Երևանում թիմը ավելի пассив է գործում, քան մարզերում, եւ մարզերում թիմի գործունեությունը ավելի ակտիվ է լինում։ Ուզում եմ հարցնել, կան այնպիսի կառույցներ, որոնք թեթևացնում են քաղաքապետարանի եւ թաղապետարանի աշխատանքները եւ քաղաքացիների ձայնը ավելի լսելի են դարձնում։ Շնորհակալություն։ Կարծում եմ անդրադարձել ենք հարցին։ Երբ որ մենք ասում ենք, որ Երևանում թիմը ավելի пассив է, կարծում ենք, այսինքն օրինակ հենց նույն Վանաձորի հետ համեմատած, Վանաձորում թիմը, այսինքն ավելի ակտիվ է։ Ճիշտ եմ հասկանում։ Կամ Գյումրիում, կամ ուզում եմ հասկանամ, որ այս պնդումը, որովհետև ինքը պնդմամբ է հարցը սկսում, որի հետ կարելի ասել տենց բացարձակապես համաձայն չեմ։ Մենք նոր խոսեցինք մասնակցայնության ավելացման հնարավորությունների մասին, բայց իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանը այդ մասնակցայնության հնարավորության հարթակները ամենաշատն է տրամադրել։ Այսինքն միայն մեր ակտիվ քաղաքացի հարթակը տենց տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր Երևանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների հետ այդ հարթակի միջոցով կապի մեջ են։ Այսինքն խնդիրներ են արձանագրում, այդ խնդիրները լուծվում են։ Հիմա որ համայնքում ունենք նմանատիպ գործիք, այլ ունենք, հա։ Տեսել եմ հարթակը գրեթե բոլոր համայնքներում կա, բայց ես ազնիվ կարող եմ ասել, որ եկեք ասենք, որ ակտիվ քաղաքացին իր դիզայնով ֆունկցիոնալությամբ եթե ավելի լավն է։ Ես շատ ուրախ եմ, անկեղծ ասած, որ դա արդեն կա նաև մյուս համայնքներում։ Ես իրականում որպես համայնքների միության նախագահ նաև ասեմ, որ բոլոր այն լուծումները, որ մենք ստեղծել ենք, մենք ասել ենք, որ բոլոր համայնքների հետ պատրաստ ենք կիսվել, անվճար սպասարկումներ մենք անենք, այնտեղ ունենք կարողությունների զարգացման խնդիր, որպեսզի այդ համակարգերը սպասարկվեն, որովհետև այնուամենայնիվ ակտիվ քաղաքացի հարթակը դա ուղակի app չի։ Դրա հետևում կա մեծ քանակով աշխատող մարդ, քարտուղարություն, կատարողներ, հետո վերահսկողություն, այսինքն դա մի հատ տենց մեծ ծավալի մոդել է, որը որ պետք է գործարկել մյուս համայնքներում։ Շնորհակալություն։ Մեկ էլ մի թեմա էր շահարկվում ձեր հետ կապված, որ դուք հայտարարել եք 5-ից մի քիչ ավել բիթքոին, այդ ճիշտ թիվը 25 թվականի դրությամբ 5.41 կամ 5-ին մոտ լավ, այսինքն տենց վերցնենք եւ հարցազրույցներից մեկում էլ որ դուք նշում եք որ մայնինգով եք այդ բիթքոինը ստեղծել, հա, բայց ես որ նայում եմ այդ միջին որակի, հա, այդ altminer սարքերը, որի հատը $2200 է, մինչև Հայաստան բերելը, մի բիթքոին արտադրելու համար մոտավորապես մի 40 հատ այդ սարքից է պետք, նաև ինքը եթե հոսանքի գնի էկվիվալենտը նայում ես, օրինակ ավելի թանկ է այն հոսանքի գինը, որը հեծը տալիս է, քան այդ սարքը արտադրում է կամ աննշան է, էլի իր տարբերություն, տես փուլեր կա, դրանով կարանք ստուգենք, բայց ինքը բանով տարբեր է, էլի։ Հիմա եթե էժան էներգիա այդտեղ պետք կա, այսինքն դրա համար պետք է արևային կայան, հիմա 150 կիլովատ արևային կայանի համար պետք է բան մի 25 միլիոն դրամ, 1000 քառակուսի հող, չհաշված այդ սարքը, որի հատը 2200, այսինքն մի քիչ ինքը թիվը ոնց որ չի կպնում, էլի, տիրոք սա մայնինգից է եղել, եւ եթե Հայաստանում տես մայնինգ ֆերմա կա, տուրեր լիներ, օրինակ շատերը հետաքրքրվում կիլովատ չէ, 1.5 մեգավատ արևային կայաններ, 1.5 մեգավատ արևային կայաններ եւ մոտավորապես 90 սարքեր, որոնցից իմը 20-ն է L19 մայներները։ Եվ իրականում ամեն տարի այդ մայներները complexity-ից ելնելով, այսինքն բիթքոինի բարդությունից մայն անելու բարդությունից ելնելով, իրենք սկսում են ավելի ու ավելի նվազ մայն անել։ Տարեց տարի իրենց քանակը արտադրության նվազում է, եւ ես մեծ սիրով եւ հաճույքով կարող եմ տանել էքսկուրսիայի եւ ցույց տալ, թե ինչպես է մայն արվում բիթքոինը։ 1.5 մեգավատ կայանն էլ է ձերը։ 1.5 մեգավատ կայանը պատկանում է հորս եւ իր ընկերոջ։ Բայց դա հայտարարագրված է։ Այո, իհարկե։
Այդ կայանն է, որտեվ ինքը մեծ կայան է, Ես պետք է ես որ բոլոր թիվը տեսա, բոլոր բայց այդ իմ մայներների գնումներն էլ եմ հայտարարագրել։ Այսինքն այդտեղ էլեկտրաէներգիան փաստացի տրվում է ինձ կայանից, կարելի ասել այդտեղ տենց անվճար, բայց չգիտեմ, այդտեղ շահերի բախում կա, չեմ կարծում իմ եւ հորս միջև շահերի բախում դժվար լինի։ Եվ ասում եմ, սիրով պատրաստ եմ այդ էքսկուրսիան անցկացնել որևէ մի, չգիտեմ, փաստերի ստուգման կամ որևէ մի հարթակ, որը որ կցանկանա գա եւ նկարահանել դա։ Ես այս շշուկները որ գնում եմ, հիշում եմ օրինակ, որ դուք նոր եք փոխվարչապետ դարձել, այդ ժամանակ է բան էին, չէ, ասում էին քաղաքացիական պայմանագրի սերի կարդինալի, այտենց նկարագրությունով էր Բիտկոին ունեի։ հա, այդ հետո բիտկոյնների թեման, հետո անիֆը, հետո Սևանում կառուցվող ամառանոց, այտենց տարբեր ինչ-որ բաներ շրջանառվել է ու ոնց որ նաև քաղաքասարակությունը նաև ընկալում էր, ասում էր որ օրինակ Տիգրան Ավինյանը նաև հեշտ թիրախալ լրատվամիջոցների համար բան, այդ ինչով է էլի պայմանավորված։ Դե չգիտեմ արդյոք հեշտ թիրախա թե դժվար թիրախա, բայց ինձ թվում է պայմանավորված է նրանով Յուրի ջան, որ այնուամենայնիվ ես մինչև պաշտոնավարումը ինչ որ առումով կապիտալի տեսանկյունից որոշակի գումար ունեցել է մեր ընտանիքը եւ ես էլ ինքս էլ վերջին տարիների ընթացքում մինչև փոխվարչապետ դառնալը ինձ բավականին լավ գումար էի աշխատում։ Շնորհակալություն։ Ես առաջարկում, քանի որ ժամանակը մոտենում է, որ մենք պետք է ամփոփենք, ես ցանկանայի ոնց որ հնարավորություն տանք ձեզ, ոնց որ վերջնական խոսքով, ամփոփիչ խոսքով հանդես գալ ու արդեն կավարտենք մեր այսօրվա Դե հանդիպումը։ ես կարող եմ հետեւյալն ասել, սիրելի երիտասարդներ, հետաքրքրվեք քաղաքականությամբ, զբաղվեք քաղաքականությամբ եւ եթե դառնաք քաղաքական գործիչ, ձեր մասին կխոսեն ամեն ինչ եւ մեծամասամբ դա չի համապատասխանի իրականությանը, բայց զբաղվեք քաղաքականությամբ, որպեսզի փոխեք ձեզ շրջապատող աշխարհը, դարձնելով այն ավելի լավը ու ավելի արդար։ Շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ։ Վերջում հիմնադրամի կողմից փոքրիկ այս հայտարարման ենթակա չի, հանգիստ կարող եք վերցնել, սա ուղղակի հուշ, որ մեր աշխատարանը հիշեք, նաև ապագայում, եթե էլի հնարավորություն լինի, եթե էլի մեր հրավերներն ընդունենք, մենք ինչ-որ այլ ֆորմատներով Երևանի խնդրին դեռ անպայման գալու ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։